մենք իրանց հետ աշխատում ենք, իրանք թռչող մեքենա ունեն արդեն, որը այս տարի են արտադրելու ու մատակարարելու։ Այսօր Չինաստանը ոնց որ դարել է սաղ աշխարհի գործարանը, իրանց չափ արտահանում ոչ մեկ չունի։ Երևի բոլորս արդեն Չինաստանից կախվածության մեջ ենք։ Չինական արտադրանքը սենց վատ որակի հետ էին ասոցացնում, ու արդեն այն ամենա այսպես վերջի նորարարական տեխնոլոգիաները, հա, սենց robotics-ից թռնող մեքենաներից բռնած, բոլորը սկսեցին հենց Չինաստանում նախագծվել, այնտեղ դիզայն արվել։ Ինչ ոլորտներ է քո կարծիքով մոտակա 10 տարին տենց հետաքրքիր լինելու ֆինանսական ինովացիայի մնացած առումներով։ Համառությունը այնպիսի բան է, որ կարող լինի կյանքի որոշում։ Դու կարաս որոշես ինչ որ մի կետից, որ դու լինում ես ավելի համառ ու հաստատ դու ինչ որ հաջողության կհասնես։ Օրինակ իմ ծանոթներից մեկը $10,000 կորցրել, որտեվ ինտերնետում ինչ որ գովազդեր տեսը, Գազպրոմի ակցիաների ու տարել էր փողեր։ Ու բանը, իրան Պուտինի deep fake-ներ ասել։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդկասթի հյուրն է Նարեկ Վարդանյանը, TCF ընկերության համահիմնադիր եւ տնօրեն։ Նարեկի հետ զրուցել ենք նոր տեխնոլոգիաներից, Չինաստանից, թե ինչով են նրանք զբաղվում, որ ուղղությամբ աշխարհը զարգանում, ինչ նոր հետաքրքիր պրոդուկտներ կան արդեն աշխարհում, որոնք շուտով կդառնան հայտնի եւ մասսայական, թռչող մեքենաներից եւ այլ հետաքրքիր թեմաներից։ Նենց որ բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք լայք կոճակը եւ եթե հավանում եք այն ինչ որ մենք անում ենք, մեր ոդկասթին ֆինանսապես կարող եք աջակցել Patreon-ի միջոցով։ Շատ շնորհակալություն բոլոր մարդկանց, ովքեր դա արդեն անում են։ Գնացինք։ Նարեկ, նոր նայում էի, 3 տարի առաջ ենք իրար հետ խոսացել։ Այն ժամանակ ստուդիան TCF-ի շենքում էր, ձեր մոտ։ Ես մի քիչ չաղ էի։ Ես դրանից հետո 12 կիլո նիարել եմ, բայց ոնց որ դու սև մազերը ավելի շատ ունեիր։ Ժամանակը արագ անցնում, ոնց որ դու նշեցիր։ Ինչ հետաքրքիր հաջողություններ ունեք այս 3 տարվա մեջ։ Ասի դե շատ հետաքրքիր 3 տարի էր, իհարկե հաջողությունները ոնց որ դրանք է ֆիքսվում, բայց ոնց որ բիզնեսում գիտես ինքը ոնց է, այտենց անընդհատ պերմանենտ турբուլենտնեստ է, գնում է հաջողություններ, անհաջողություններ, հետո հաջողություններ, ու տենց ոնց որ շատ ինտենսիվ էր, այն կարևոր բաներից մեկը էս մի քանի բան էս 3 տարում որ եղավ, այդ ոդքասթից հետո pre-launch-ը launch արեցինք, այդ ժամանակ կարծեմ չկար հələ։ Չէ, դեռ չկար։ Հա, pre-launch-ը launch արեցինք։ Շատ էր դրա մասին մտածում, խոսում, բայց դեռ չկար։ Վերջը արեցինք, հա։ Այդ էր կարևոր բան, Չինաստանի մասնաճյուղը բացեցինք TCF-ի, այդ էր ամենակարևոր բաներից մեկը։ Տենց crowdfunding-ից դուրս եկանք, մենակ crowdfunding չենք անում հիմա, TCF-ով crowdfunding, նաև post crowdfunding, e-commerce, Amazon, հանուր տենց ոնց որ օգնում են կամպանիաներին իրենց բրենդը լավացնել, մտնել e-commerce շուկաներ եւ այլն։ Մեկ է մի հատ կամպանիա առանք, տենց մեծ կամպանիա է իրականում Նյու Յորքում հիմնադրված Gadget Flow։ Հա, հիշում եմ։ Այդ 3 բանը երևի այդ ամենը 3 տարում 3 կետ տենց։ Իսկ այդ Gadget Flow-ի առակ օգուտ տվեց բիզնեսին, հետաքրքիր է։ Հա, օգուտ տվեց, ես շատ ուրախ եմ այդ որոշմամբ, ինքը ոնց որ մեդիա է, հա, ու այն պակասող կետն էր, որ մեզ պետք էր, որտեվ դե TCF-ը ինչ էր անում, վերցնում էր կազմակերպություններին ու փորձում էր նաև PR ընկերությունների հետ, մեդիաների հետ ինչ որ բաներ անել, համագործակցել, որ ավելի շատ տրաֆիկ գա, ավելի բրենդը լավանա, ավելի տենց շատ մարդ իմանա իրենց մասին, հա։ Իսկ Gadget Flow ոնց որ մեր մեդիան է պատկերացրու, որտեղ արդեն միլիոնավոր վիզիտորներ կան, միլիոնավոր բաներ կան, համ ինքը որպես էկոսիստեմա է մեզ շատ ուժեղացրել։ Այսինքն մենք շատ արագ կարողանում ենք հասկանանք թրենդերը, պրոդուկտները եւ այլն, համ մեր պրոդուկտները բնականաբար այնտեղ պրոմոտ անենք, համ շատ մեծ կապեր է տվել այն տեղերը, որտեղ մեր ձեռքը չէր հասնում ու տենց մեդիա էր պետք այդտեղ հասնելու համար, դա էլ տենց հնարավորություն տվեց մտնել այդ ուղղություններով։ Ու տենց որպես էկոսիստեմա ինքը շատ ուժեղացրեց մեզ։ Այսինքն եթե դու իրան որպես առանձին մեդիա նայես, առանձին բիզնես կարող է շատ սպეციფიկ բիզնես է, բայց որպես էկոսիստեմա, որտեղ կա marketing agency, software կամպանիա, որը օգնում է իդեա հասկանաս լավն է թե չէ ու մեդիա կամպանիա, որը քեզ օգնում է արդեն scale լինես, այդ կոնտեքստի մեջ ինքը շատ օգուտ տվեց։ Այսինքն այն կամպանիաներին, որ
կոպիտ ասած չէիք կարող հասնեիք, հիմա այդ կամպանիաները ձեզ են գրում, որ gadget from լնեն։ Այո, հա։ Հենց տենց։ Բումերանգը ոնց վրա չէ։ Հա, հա։ Հիմա իրանք են մեզ խնդրում, իրանք են գալիս մեր մոտ, մենք ենք իրանց օգնում ու նաև ոնց որ այդ խոսակցության ինչ որ եզր է բացում շատերի հետ ու կարևոր է այդ խոսակցության սկսելն է, արդեն երբ որ մի կողմից սկսում ես մարդկանց ինչ որ օգուտ տալ, միանգամից ոնց որ մուլտիպլիկատիվ էֆեկտով գնում է նաև այն մյուս կետերը։ Հա։ Արի մի քիչ բանից Չինաստանից խոսանք, ինձ հետաքրքիր է ինչի Չինաստան գնացիք, որովհետև այդ օրինակ price adjusted նայում ես գները local գները հաշվի առնելով Չինաստանի էկոնոմիկան Ամերիկայից մեծ է արդեն ու մեծ է երևի վերջի մի 8-10 տարին։ Ու այնտեղ իրական հնան ավելի ցածր է, բայց իրանց մոտ գներն էլ է ցածր, եթե այդ գները այս լսողների համար եմ ասում, էլի գիտեմ որ դու գիտես, բերում ես նույն մակարդակի Չինաստանի հնան շատ ավելի շատ է, քան ԱՄՆ-ինը։ Ու այսօր Չինաստանը ոնց որ դարել է սաղ աշխարհի գործարանը, իրանց չափ արտահանում ոչ մեկ չունի։ Ու երևի բոլորս արդեն Չինաստանից կախվածության մեջ ենք։ Ու շատ երկրներ երևի Չինաստանից ավելի շատ կախվածության մեջ են, քան Ամերիկայից։ Ու հետաքրքիր է այդ ամեն ինչն եք հաշվի առել, թե ինչ որ ուրիշ բան կա, որ Չինաստանում եք օֆիս բացում։ Գիտես, այդ շատ հետաքրքիր է այդ մակրո տվյալները, մակրոէկոնոմիկ տվյալները, բայց մենք շատ միկրո լեվելի վրա ենք այդ ամեն ինչը տեսել ու մեր մաշկի վրա ենք այդ տեսել ու առանց նույնիսկ ոնց որ նայելու մակրո դատան մենք հասկացանք, որ եթե 10 տարի առաջ Չինաստանում հիմնականում արտադրում էին ինչ որ ապրանքներ, հետո Չինաստանը կոպիա էր անում այդ ապրանքները, ինքն էր արտադրում ու բոլորը չինական արտադրանքը սենց վատ որակի հետ էին ասոցացնում, կամաց մենք քանի որ ուղիղ մատներս նորարարությունների պուլսի վրա է, էլի անընդհատ տեսնում ենք որտեղից են նոր ապրանքները գալի, նոր պրոդուկտները գալի, տեսանք, որ Չինաստանը հավասարվեց բալանսով ամբողջ աշխարհին ու այս վերջի 5 տարում արդեն անցավ ու շատ արագ անցավ ու արդեն այն ամենա այսպես վերջի նորարարական տեխնոլոգիաները, հա, այդպես ռոբոտիկսից թռնող մեքենաներից բռնած, բոլորը սկսեցին հենց Չինաստանում նախագծվել, այնտեղ դիզայն արվել, այն ինչ որ չինացիները չէին կարող լավ դիզայն անեն, եվրոպացի դիզայներներն էին այդ դիզայնը անում, ու Չինաստանը անցավ առաջ բոլորից, էլի կոպիանել են այնտեղ անում, բայց օրիգինալ արտադրանքները նորարարություններով այդ գոնե ֆիզիկական պրոդուկտների ոլորտում Չինաստանը ոնց որ համար մեկը դարձավ ու մենք ուղղակի նայեցինք մեր պարտներների ցանկին, տեսանք, որ եթե առաջ 20% ընկերությունների 20%-ն էր չինական, հիմա մոտ 50%-ի է հասե ու հասկացանք, որ ժամանակն է այնտեղ արդեն այսպես կայուն նստավայր ունենալու այդ է որոշումը։ Մեր ոդկասթի գործընկերն է Ital Solar ընկերությունը։ Մարտի 1-ից մինչև մայիսի 31-ը Ital Solar-ից արևային կայան ձեռք բերելով դուք մասնակցում եք խաղարկության, որտեղ 3 հաճախորդ հետ կստանա իր կայանի գնի ամբողջ արժեքը։ Այս պայմանը վերաբերվում է տեղում եւ ապառիկ ձևով վճարում կատարած հաճախորդներին։ Իդեպ, ապառիկ գնորդները ունեն նաեւ հատուկ նվեր։ Ital Solar-ը կվճարի ձեր առաջին 3 ամսվա վճարումները։ Զորացրեք էլեկտրաէներգիայի ծախսերը, ստացեք նվերներ եւ օգտվեք 30 տարվա երաշխիքից։ Ital Solar ներդրում, որը վճարվում է։ Նոր մոտ խոսանցա, որ մեր լսողների մեծ մասը կարող է առաջի ոդկասթը չեն նայ, որ խնդրեմ կասես TCF ինչով է զբաղվում։ TCF-ը հիմա արդեն էկո համակարգ է իհարկե, որը զբաղվում է կարճ ասած նորարարություններով, իսկ եթե մի քիչ ավելի կենտրոնանանք, ինքը օգնում է որպեսզի ձեր գաղափարների համար գումարներ կարողանաք հավաքել crowdfunding-ի միջոցով, այսօր մենք բավականին հայտնի ենք crowdfunding-ի ոլորտում ու նաև արդեն այդ հավաքած գումարներով երբ որ դու արտադրում եք, հետո մտնեք Amazon, մտնեք e-commerce շուկաներ, կառուցեք մեծ բրենդ ու այդպես ու ձեր մարքեթինգային գործընկերն է ձեր ամբողջ կյանքի ընթացքում։ Որտեվ շատերը երևի գովազդ լսել են մեր մոտ, բայց կարող է դեռ չգիտեն ընկերության մասին։ Ու առաջի ոդկասթից հետո ալիքը ահագին աճել է, էլի։ Նոր մտքով ասացա, որ մարդիկ կարող է տեսած չլինեն առաջի ոդկասթը։ Իսկ որ հետ գնանք Չինաստանին, ասինքն այսօր Չինաստանը hardware-ի այդ ֆիզիկական ապրանքների մասով ավելի առաջատար է, քան Եվրոպան ու ԱՄՆ-ն։
Միանշանակ ավելի առաջատար է ու եթե առաջ Չինաստանը որպես արտադրող երկիր էր ավելի առաջ, այսինքն նախագծվում էր Ամերիկայում, արտադրվում էր Չինաստանում, այդ հանրահայտ Հա, Designed in California, Made in China վիճակներով։ Հիմա հետևը։ արդեն Designed in China, Made in China ու սա մենք երևի շատ շուտով ինձ թվում է արդեն կտեսնենք կենցաղային շատ ապրանքների մեջ։ Շատերը նույնիսկ չգիտենք մենք, որ այսօր չինական ապրանքներ են, բրենդերն են չինական, որովհետև իրանք էլ են աճե, շատ լավ մարքեթինգ են անում, իմաստը մեր շնորհիվ, Ահա։ շատ լավ դիզայներներ են ընդունել աշխատանքի ու դու առաջ եթե մի քիչ այսպես չինական դիզայնի առանձնահատկությունները կարեր տարբերեիր ամերիկականից ու իտալականից, հիմա էլ չես տարբերի, հիմա այն ամենավերջի սպառողական տեխնիկան ու տեխնոլոգիաները արտադրվում է Չինաստանում։ Նորարարությունները գալիս են այնտեղից։ Դե չնայած մի քանի հատ լավ օրինակ կա, օրինակ իմ սիրած բրենդերից մեկը DJI-ը, մաքուր չինական ընկերություն է։ Չինաստանում դիզայն արվում, Չինաստանում արտադրվում է, ճիշտ է Եվրոպայում ամերիկան մեծ մարքեթինգային թմեր ունեն, ովքեր օգնում են այդ եվրոպական Ամերիկա շուկան, բայց ինքը չինական, Չինաստանում ծնված չինական ընկերություն է։ Հա, կլասիկ օրինակ է, շատ մեծ ֆենոմեն է DJI-ի միջայլոց, շատ ընկերություններ են առաջացել հենց DJI-ից, այնտեղ մենք պարտներներ ունենք, ովքեր DJI-ում աշխատել են կամ այնտեղ ինչ որ բան են ունեցել, ու DJI-ի նման շատ ընկերություններ կան այսօր։ Եթե առաջ մենակ DJI-ն էր, հիմա բազմաթիվ կա։ Էլ ինչ կան հայտնիներ, Xiaomi-ն է, Xiaomi-ն է, Xiaomi է ճիշտ։ Xiaomi, Xiaomi, Xpeng, Xpeng-ն էլ մեքենաներն եկա, չէ՞։ Xiaopeng չինարեն Xiaopeng։ մեքենաներն են, մեր գործընկերն են թռչող մեքենաների ոլորտում։ Մենք իրանց հետ աշխատում ենք, իրանք թռչող մեքենա ունեն արդեն, որը այս տարի են արտադրելու ու մատակարարելու։ Թռչող մեքենա։ Թռչող մեքենա, այո։ Թռչող մեքենա, Anker, TCL, Haier, Անկերն էլա, չէ։ Anker-ը Անկերը չինական է, լրիվ չինական, այնտեղ դիզայներված։ Հա։ Իմ ամենասիրած աքսեսուարներից է։ Շատ Այդ լավ այդպես շատերս զարաթիչներ։ չգիտենք այն պրոդուկտները, որ կարող է օգտագործենք, բայց հիմնականը չինական է լինելու։ Վաու, ես անկերի գովազդ հենց ամերիկյան շուկայում եմ տեսել։ Այնտենց հայտնի բաներ կա, MKBHD-ն, գիտես երևի իրան, որ unboxing անում ու review-ներ անում։ Իրա մոտ եմ անկերը տեսել։ Հա, Ու հենց Amazon-ով դից էի պատվիրել։ հա։ Չգիտեի։ Հա։ Հետաքրքիր է։ Ու այդպես հասկացանք, որ երևի պետքա գնալ մտնել մի քիչ այդ culture-ի մեջ, այնտեղ աշխատակիցներ գործի ընդունեցինք, այսինքն մի 3-4 հոգի հիմա թիմ ունենք այնտեղ ու մեծացնում ենք թիմը, լիքը միջոցառումներ ենք անում, տենց կոնֆերանսներ, տարբեր իվենտներ, հավաքներ ու հենց Շենժենում այդ ամենաէպիկենտրոնն է, ինչ այդ ամեն ինչը տեղի է ունենում, DJI շենքերը ամենամեծը տեղ են։ Հա։ ու շատ լավ առաջ գնում, շատ ահագին նաև մեզ արդեն սկսել են ճանաչել այնտեղ ու շատ լավ առաջ ենք գնում։ Իսկ աշխատավարձները այնտեղ բարձր է ավելի։ Չէ՞, եթե օրինակ ստեղի հետ համեմատենք։ Նույն մակարդակի Շատ համեմատական է ստեղի հետ, մի քիչ կարող է ավելի բարձր լինի, շատ բաներ ավելի էժան է Շենժենում, այսինքն ապրելը ավելի էժան է, համոզված եմ, սնունդը, հյուրանոցները, ռեստորանները ավելի էժան է, իսկ ու նաև աշխատակիցների որակից ենք շատ գոհ, այսինքն միանգամից զգացվում է թե ոնց է։ Չինացուպես աշխատում են։ Հա, ոնց որ զինվոր լինեն անկեղծ ասած, այտենց ոնց որ խնդիրը տալիս ես, մինչև խնդիրը չլուծեն, հետ գնալ չկա։ Իսկ մշակույթի առումով շատ տարբեր են մեզանից։ Չէ, շատ նման են, ու մենք բացահայտեցինք, որ շատ նման են, ու շատ ուրախացանք, որտեվ շատ ժամանակ մենք մեզ ավելի այսպես հարմարավետ ենք զգում Չինաստանում, քան նույնիսկ Ամերիկայում ու եվրոպական շուկաներում։ Լուրջ ինչ առումով։ Հա, նախ շատ երբ որ սկսեցին իրանք քեզ վստահել, շատ իրանք խոսքին ուշադրություն են դարձնում, հա, դու բանավոր կարաս մի քանի միլիոն դոլարի կոնտրակտ պայմանավորվես չինական ինչ որ սեփականատիրոջ հետ, բայց կյանքում նման բան տեղի չի ունենա ամերիկացու կամ եվրոպացու հետ։ 10 հատ լոյոր կբերեն, կնստացնեն սեղանի շուրջ, իսկ այնտեղ կարաս ուղակի sense handshake agreement անես միլիոնավոր դոլարների։ Զուտ պայմանավորվածություն։ Զուտ պայմանավորվածության վրա։ Շատ այսպես
ադատները սիրող են, հա, տրադիցիաները սիրող են, շատ ընտանիքին նվիրված են, culturally մշակույթին շատ մեծ ուշադրություն են դարձնում։ Ու մենք մի հատ պատկերացում ունենք Չինաստանի մասին, որը հիմնականում գալիս է մեդիաներից, ամերիկական, ու ամերիկական եվրոպական ռոպագանդայից, ռոպագանդա, հա, այնտեղ հակառակ ռոպագանդա, այնտեղ էլ մյուս ռոպագանդան է, ու մենք դրա ոնց որ ճիշտը չենք իմանում երբեք, բայց երբ որ գնում ես ու շփվում ես, տեսնում ես, որ նախ շատ մեծ ազատություն կա, սահմանափակումներ չկա, այսպես կոմունիստական վիճակներ չի, մարդիկ շատ ազատ են, շատ մշակութային են, շատ տենց ոնց որ իրանց ասածը կարևոր է, որ իրանք քեզ վստահ են, այդ ամեն ինչը շատ մեծ դեր ունի։ հմ, իսկ այդ սոցիալական այդ վարկանիշը, որ ամեն մի քաղաքացու հետևում են, այդ ամեն ինչը որ լսել ենք, այդ տենց բաներ կա, թե մի քիչ չափազանցրած Ինձ է։ թվում է չափազանցրած է, նույնիսկ եթե կա դու դա չես զգում, հա, դա չես զգում, օրինակ, հա, ասենք կարող է տեսախցիկներ կան փողոցներում դրած եւ այլն, բայց նաեւ հանցագործության տոկոս չկա, այսինքն մենք ոստիկանական մեքենաներ ընդհանրապես չենք տեսել։ Այսինքն բոլորը իրանք զգում են շատ հարմարավետ, շատ ազատ, դու երբեք չես տեսնի ընդ գողություն, նու դրա պատճառը նաև է դա որ Խիստ է ինչ որ շատ, մեկը հետևում է ինչ որտեղ նստած, բայց մարդու առումով եթե դու քեզ լավ ես պահելու, ոչ մի օրենք չես խախտելու, ինքը քեզ միանշանակ օգուտ է տալիս ընդհանուր առմամբ։ բայց քաղաքականությունը չպիտի խոսես։ Բայց հա, ոնց որ ինչ որ բաներ կան, եթե չես անելու, եթե չես պատրաստվում անես, շատ շատ դռներ կբացվի քո առաջ։ Նույնիսկ պետական մենք շատ տենց մեծ բան ենք զգացել, բաց դռներ, որ ասում են դուք ինչա ձեզ պետք, ասեք մենք ամեն ինչ կանենք ձեր համար։ Շատ ուրախ ենք, որ դուք եկել եք Աջակցում են։ ներդրում եք անում, այո, Հա, Չինաստանում։ հետաքրքիր է։ Ես տես բան հիշում եմ, որ գնացել էի Թուրքմենստան, այնտեղ մի քանի բան ասեցին, որ չի կարելի այնտեղ անել ու առաջինը ասեցին ինձ զգուշացրեցին այդ թուրքմեն բիզնեսմենների հետ գնացել էինք։ Այնտեղ հետաքրքիր մի հատ բիզնես պրոյեկտ եմ արել։ Ասեցին հանկարծ քաղաքականությունից չխոսաս։ Ինչ ուզում Կոֆե ես խմելուց արա։ է չխոսաս։ Քաղաքականությունից ոչ մեկի հետ չխոսաս։ Ու բանը պալատի մոտ չգնաց։ Քաղաքականությունից չխոսացի, բայց պալատի մոտ գնացի։ Զինված վազեցին վրես։ Ասեցին գնաց տեղից։ Բայց բան էր, գիտես ինչն է հետաքրքիր, օրինակ տենց երկրները ինձ թվում է ինչ որ առումով իրար նման են, որովհետև շատ սիրուն ֆասադ կա, օրինակ այդ իրանց մայրաքաղաքով, որ аэроպորտից իջնում ես ու գնում ես դեպի հյուրանոց, սա քաղաքը սպիտակ մարմար է։ Ու տենց սիրուն շենքեր ու դու առաջին որ տենում ես, ասում ես, վաու, էս ինչ է, էս հարուստ նորմալ երեք զարգացած քաղաք է, բայց ոնց որ այդ շենքի հետևն ես անցնում լրիվ ուրիշ պատկեր է, էլի դաժե կարող է ասֆալտ չլներ։ Հա, կա այդ իհարկե ու իմ տեսանկյունն էլ մի քիչ ավելի սպეციფიկ է, որտեվ հիմնականում հիմնված է մի քաղաքի վրա, Շենժենի վրա, Շենժեն ու Գուանժու, որ ամենազարգացած քաղաքներից մեկն է իրականում, այսինքն այս չի նշանակում Չինաստանում ինչ կա, այնտեղ Չինաստանը շատ մեծ է ու մշակութային առումով շատ տարբեր է, բայց Շենզենը, Գուանժուն, իրանք շատ հարմար քաղաքներ են, շատ զարգացած, շատ դիվերսիֆիկացված, շատ արտասահմանցիներով մշակութային առումով էլ շատ հասուն։ Դա։ Իսկ Չինաստանի ստրատեգիան որն է, զուտ այդ չինական փոքր ստարտափները վերցնել, մեծացնելն է։ Արդեն մեծ ընկերություններին, մեր ախորժակը մեծացել է արդեն։ Այդ շատ լավ է։ Արդեն մեծ ընկերություններին, իրանց մենք օգնում ենք մտնել միջազգային շուկաներ, իրանց բրենդը ուժեղացնել, մտնել այն շուկաներ, որոնց իրանց համար ավելի դժվար է, որոշակի մշակութային առումով, հա։ Ու հա, հիմնականում այնտեղ ունենք sales team, marketing team, account management, որտեղ որ մենք ոնց որ համագործակցում ենք այդ ընկերությունների հետ, ու իրանց օգնում ենք մտնել եվրոպական, ամերիկական շուկաներ, զարգանալ իրանց ընդհանուր դառնում ենք իրանց մարքեթինգ գործընկերը, մարքեթինգի առումով ամենալայն իմաստով։ Ես չեմ հիշում 3 տարի առաջ խոսացինք դրա մասին, բայց երևի խոսացած կլինենք, բայց կուզեի էլի մի հատ այդ հարցին անդրադառնանք էլի, օրինակ ստեղից Ամերիկա բիզնես անելը սյոտիկի շատ դժվար է։ Հատկապես մշակութային ճիշտ ընկալումները, այդ ընդեի շուկայի վայբը զգալը, կապեր հաստատելը։ Ձեր մոտ ոնց ստացվեց ընդե կայանալը։ Այսինքն ոչ միայն ստացվեց, այլ լինելով Հայաստանում դուք օգնում եք չինական ֆիրմաներին
Ամերիկայում կայանալ։ Հետաքրքիր օրինակ նստել մտածել եք, հեչ օրինակ որ քայլերն եք ճիշտ արել TCF-ի թիմով, չգիտեմ, դու Գևը Մարիամը մնացած այնց ընտիր թիմը, որ դուք ունեք, ում հետ շատերի հետ ես ընկեր եմ, ո՞նց հայտ ստացվել։ Շատ բարդ ու մենք մինչև սկսեցինք նկարանումը խոսում էինք persistence ոնց է հայերեն Հետևողական էլի։ հետևողականությունից Համառություն, համառությունից, հետևողականություն։ Իրականում այդ բոլոր բաների միջոցով ու դու շատ ճիշտ ես, շատ բարդ է Հայաստանից ուղղակի այսպես տենց իզոլացված ինչ որ մի հատ բան անել Ամերիկայի համար, ինձ շատ են դիմում ինչ որ ստարտափներ, ովքեր Հայաստանից երբեք դուրս չեն եկել ու ասում են ես մի հատ ինչ որ բան եմ ստեղծել, որը ամերիկացիների կյանքը փոխելու է, որը իրականում շատ քիչ է հավանականություն։ Սխալը արել եք։ Բոլորս էլ արել ենք, ուղղակի մենք սկզբում այդ սխալը արեցինք, հետո ստոպ չտվեցինք։ Շարունակեցինք գնալ առաջ ու այնքան մինչև ոնց որ մենք իրականում գնացինք Ամերիկա, շատ սկսեցինք շատ ճանապարհորդել, մտնել այնտեղ, ինչ որ թիմակիցներ ունենալ ու կամ շատ դանդաղ ստացվեց մեր մոտ իրականում, էլի, եթե մենք Ամերիկայից սկսեինք այդ ամեն ինչը, շատ ավելի արագ կլներ ու շատ ավելի մեծ երևի բաներ կանեինք, բայց դա շատ կարևոր ոնց որ կետ է, որ եթե դու ուզում ես ինչ որ մի հատ շուկայի համար ինչ որ բան անես, գոնե պետքա գնաս ինչ որ մի ժամանակ ապրես այնտեղ, թե չէ հակառակ դեպքում չես հասկանա այդ մշակույթը։ Ըստ վերջերս մի քանի ամիս ընդեղ ես, չէ՞։ Հա, ես հիմա շուշտ եմ գնում, մի 2 ամիս, բայց տարին մի քանի անգամ արդեն փորձում եմ շատ գնալ ու այդ շատ է օգնում անկեղծ ասած։ Ամեն գնալուց մի քանի տարով առաջ ենք ընկնում։ Հա։ Այս ոդքասթը որ դուրս եկավ, ես էլ եմ արդեն Ամերիկա ելնելու։ Հիմա Ամերիկան բան ենք, Rearrange-ի 500-ն ենք նշելու։ Լրիվ ուրիշ։ Շնորհավոր։ Մերսի շատ։ Ձեզ էլ եմ շնորհավորում, որովհետև չգիտեմ, այդ համառությունը երևի լավ գիծ է։ Այն մատ կհիշես McDonald's-ի հիմնադրի մասին մի հատ ֆիլմ կար, Founder, նայել ես դա։ Ես ինքնաթիռի մեջ երկրորդ անգամ էի նայում այս վերջերս, հա։ Այդ ֆիլմի վերջը օրինակ այդպես այդ առումով հենց ինքը այդ մեսեջն է տալի, որ չգիտեմ, համառությունը շատ կարևոր է։ Հա։ Անգլերեն մի հատ բառ կա, այդ բառի թարգմանությունը ես հայերեն ոչ մի ձև չեմ գտնում։ Սիրելի լսողներ, եթե գիտեք ճիշտ թարգմանությունը, ասեք, էլի agency։ Ոնց որ մի քանի ձևով այդ բառը բացատրում են, էլի։ Այդ մի տեսակ գիտես որ օրինակ երբ որ դու թինեյջեր ես, դա մի քանի ձևով փորձում այդ բառը բացատրեմ։ Ու դու օրինակ նենց հոբիներ ունես, որ շատերի համար տարօրինակ է, բայց դու մեկը դա անում ես։ Չգիտեմ, փոքր գյուղում ռոք ես լսում ու ջղա ջինս ես հագնում կամ փոքր քաղաքում կամ օրինակ, չգիտեմ, գեղեցկության թագուհի ես, բայց Նիցշե ես կարծում։ Շատ լավ։ Ոնց որ այդ համառության ու չվախենալու ընդհանուր այդ ոնց որ կոնսենսուսին չվախենալու կուլ գնալու հատկությունն է, էլի, որ դու եթե գիտես մի բան ուզում ես անես, կապ չունի որ ոչ մեկը քո շրջապատում դա չեն անում կամ սխալ կհասկանան։ Դու դա անում ես։ Ոնց որ այս վերջերս այդ թեմայով շատ եմ մտածել ու շատ բիզնեսմենների ու հաջողակ մարդկանց մոտ արտիստներ կլինեն, երաժիշտներ կլինեն, չգիտեմ, բիզնեսմեններ կան։ Այդ գիծը տեսնում եմ բնավորության, որ իրանք ունեն agency, ու իրանք ունեն ոնց որ այդ համառությունը անընդհատ շարունակելու, անելու, անգամ եթե շրջապատում բոլորը ծիծաղում են դրա վրա, էլի, բայց հետո ասում են, հա, մենք գիտենք որ կստացվի։ Այդ իրականում այդպես է ու ոնց նշեցիր, շատ ժամանակ հասկանում ես, որ այդ օրինաչափություն է ուղղակի։ Այսինքն ինչ որ բաներ ուղղակի շատ դժվար է, հա, ցանկացած լավ ինչ որ մեծ հաջողության հասնելը շատ բարդ է ու դու պետքա պատրաստ լինես դրան, որ ինքը հեշտ չի լինելու ու այն ամեն մի անհաջողությունից եթե դու ոնց որ ստոպ տվեցիր, ուրեմն լավ չէր պատկերացրել, ընդհանուր պատկերը, էլի։
ու նաև այդ ինքը շատ կարևոր է, որ դու ոնց որ ընտրությունը, համառությունը, հա, դու կարաս որոշես, որ այսօրվանից լինելու ես ավելի համառ ու լինես ավելի համառ։ Հա, Այսինքն ինքը մեծ հատուկ դժվար է, տաղանդ, հեշտ չի։ հա, համաձայն եմ, բայց եթե համեմատենք, ասենք, ինչ որ բնատուր տաղանդների հետ, IQ-ի հետ, ինչ որ բաների հետ, ենթադրենք քեզ չի տրվե այդ ամեն ինչը իծնե, հա, բայց համառությունը այնպիսի բան է, որ կարող լինի կյանքի որոշում։ Այսինքն դու Հա, կարաս որոշես ինչ որ մի կետից, որ դու լինում ես ավելի համառ ու հաստատ դու ինչ որ հաջողության կհասնես այն ոլորտներում, որոնց դες։ Կարող է top 0.1%-ի մեջ չլինես, բայց top percentile-ում կլինես հաստատ։ հա, 100%։ Իսկ հիմա որ ավելի շատ ես Ամերիկա գնում, ինձ թվում է ավելի լավ ես ընդեի շուկան պատկերացնում։ Այն ամենա մեծ սխալը կամ սխալները, որ հիմա եթե այն ամեն ինչը որ հիմա գիտես, չէ Իրանի հեչ մտածել ես դրա մասին։ Իմ ամենամեծ սխալներից մեկը, որ ես փոշմանում եմ, այդ ավելի մեծ չմտածելն է։ Հա, Այսինքն ես այն ժամանակ ինձ թվում էր, որ ես մեծ էի մտածում, բայց ես հիմա որ հետ եմ նայում իմ դրած ամբիցիաներին ու գոլերին, ես մտածում եմ, որ շատ փոքր պլաններ ու նպատակներ էի դնում իմ առաջ, ու եթե հետ գնանք, ասենք 7 տարի առաջ նորից սկսենք, ես շատ ավելի պլանկան կմեծացնեմ, շատ ավելի բարձր ու շատ ավելի դուխով բաներ կանեմ, սենց ասած։ Ու նաև Ամերիկայում էդ էլ ես սովորում, որ տեսնում ես, որ այնտեղ, ասենք, ցանկացած միտք, իդեա միանգամից այսպես գլոբալ դոմինանսի տեսանկյունից է դուրս գալիս, ու դա շատ նաև վարակիչ է։ Բոլորը մենակ այդպես են մտածում, հա, հատկապես Սիլիկոնյան հովտում ու հարակից տեղերում շատ կարևոր է, որ դու ոչ թե մտածես մենակ քո շրջապատի կյանքը փոխելու մասին, այլ գլոբալ։ գլոբալ, ու այդ քեզ թույլ է տալի, որ դու գնաս այն ամենամեծ ընկերությունների դուռը ծեծես, լինելով փոքր ստարտափ, ասես բարև ձեզ, ասենք, չգիտեմ, Samsung կամ Intel կամ Apple, ես եկել եմ, մի հատ ինչ-որ խնդիր ունեմ, կարող է մի հատ ինձ լսեք, ու ես ագին երկար ժամանակ մտածում էի, որ դե մենք հələ այդքան չենք աճել, այդքան լավ չենք, այդքան որակյալ չենք, այլ որ մենք հասնենք ստեղ, միանգամից տենց ավելի մեծ բան կանենք, բայց իրականում այդպես չի, իրականում եթե դու ավելի մեծ ես մտածում, ավելի մեծ բաների վրա ես ֆոկուս լինում, հասկանում ես իրանց խնդիրները որն է, ու միանգամից այդ ավելի մեծ խնդիրների համապատասխան ինչ-որ բաներ ես սարքում։ Այսինքն մեր աճը սահմանափակվում է մեր մտածելակերպով, հա։ Կարծում եմ այդպես է, ու մենք էլ երբ որ թիմակից ենք ընդունում աշխատանքի, հիմնականում այդ մեր ամենամեծ խնդիրն է։ Այսինքն մենք աշխատում ենք այսպես բանը բացենք, Հա, պատկերացումները ու վախերը բացենք ու այնպես անենք, որ ինքը շատ ավելի մեծ նպատակներ դնի իր առաջ, ու համառության շնորհիվ այդ ամեն ինչը ստացվում է։ Ու շատ ժամանակ դու չգիտես ինչքան դեռ կարա ստացվի, էլի, հետեւաբար միշտ պետք է մի քիչ ավելի շատ դնես։ հմ։ Իսկ մեր փոքր մտածելը ինչի է դա կապված։ Մտածել ես այդ դրա մասին։ Հա, Որտեվ այդ շատ ենք էլի հանդիպում մեր հասարակությունում, ու բոլորս է ինչ որ տեղ մեզ սահմանափակում ենք, որտեվ թույլ չենք տալի մեզ ինչ որ մի քիչ ավելի մեծ մտածենք։ դե առաջերտին գալիս է շրջապատից, այսինքն մենք մեզ շրջապատում ենք նենց մարդկանցով, ովքեր որ տենց են մտածում ու ոնց որ դա նաև փոխանցվում է մեզ, մրցակցությունից է գալիս, այսինքն փոքր երկրում մրցակցությունը շատ մեծ չի, որտեղ մեծ շուկա չկա ու մեծ ընկերություններ չեն գալիս մրցակցում, հետեւաբար արդեն ոնց որ պլանկան մի քիչ ավելի ներքև է դրած, հա, ու դա բերում է նրան, որ այդքան ագրեսիվ չի, այդքան խիստ չի ու այդքան մեծ չեն նպատակները, իսկ այն մեծ շուկաներում այդպես չի։ Հմ։ Հետաքրքիր է ոնց կարելի այդ միջավայրը փոխել։ Ինձ թվում է գոնե պետքա վիրտուալ միջավայրդ փոխես, այսինքն եթե դու ֆիզիկապես քեզ չես կարողանում շրջապատել այնպիսի մարդկանցով, ովքեր որ այն միջինի վիճակով, որ իրանց միջինը լինես ու այդ միջինը լինի շատ բարձր, Դա եթե դիքո սիրած թեման է, չէ՞։ հա, եթե գոնե չես կարող այդ անես Հայաստանում, գոնե պետքա վիրտուալ անես, այսինքն ինչ որ մարդկանց գտնես ու տենց իրանց շատ որ հետևում ես, ոնց որ իրանք դառնում են քո շրջապատը։ Հա, այդ բանը էս վերջերս Արթուր Չապարյանի հետ էինք խոսում, ասում եմ պարապմունք լսելուց երաժշտություն լսում ես, ասում եմ չէ Դեյվիդ Գոգինսն լսում։ Հա, Դեյվիդ Գոգինսը մտածում ես ինքն այդ Ամերիկայից ինչ որ բիֆշի վայնի է, բայց սաղ աշխարհում քանի 100 հազարավոր մարդկանց կյանքա փոխել, որ
ինքը երևի չէր պատկերացնում, որ Հայաստանում ինչ-որ գյուղում ինչ-որ տղա լսում է իրան ու գնում է ջիմը օրինակի համար, նո Արտուրի կամ մի մասին չի խոսքը, զուտ մի հատ, չգիտեմ, կարող է երեխա լսում է իրան, ու դա շատ հետաքրքիր է, ոնց է ինտերնետը այդպես մեծ ազդեցություն ունեցել է բոլորիս կյանքի վրա։ Օրինակ ձեր բիզնեսի, եթե այդպես նայես, շատ կոպիտ ինտերնետի վրա հիմնված իմ էս ռիռենջը ինտերնետի ու ամերիկյան նաև ինովացիաների արդյունք է։ Մեր բիզնեսի core-ն էլ է ինտերնետը, այսինքն crowdfunding-ը, եթե ինտերնետը չզարգանար, crowdfunding-ը չէր զարգանա, որովհետև մենակ ինտերնետի շնորհիվ ես դու կարող Հայաստանից գումար տաս Ինդոնեզիայում ինչ որ մի հատ նորարարական product-ի կամ ինքը այնտեղից գումար տա քեզ էլ այդ Հա, ֆենոմենն է։ ու ինչ որ մի հատ կետ կա, որ այդ կետը հաղթարում ես ու անցնում ես այդ կետը, ոնց որ բան էլ է, օրինակ բերեմ, ես վերջերս YouTube-ով մի հատ վիդեո նայեցի, կանադացի մի հատ ծրագրավորող տղա էր, որ իր խնդիրների մասին էր խոսում ու պատմում էր ազնիվ ոնց է դրան ասելի։ Սա պատմում են ոնց են իրանք դարել մելանատը, ինքը պատմում էր ոնց է դարել լուզեր։ Նո իրական լուզեր չէր, բայց իր այդպես սիտուացիայի մասին էր պատմում ու այդպես լավ էր այդ կոնտենտը ներկայացնում, որ այդպես որ YouTube VPN-ով ես մտնում, այնտեղ donate-ի կնոպկա կա, ու մեզ էլ մեկ-մեկ մեր աջակիցները արտասահմանից օգնում են, այդպես փող donate արեցի YouTube-ով, ու այնց հաճելի էր, որ աշխարհի ծերից ինչ որ մեկին լսեցիր, դու էլ ստեղից կարողացար իրան ինչ որ մի ձևով աջակցես, ու ինքն է բան էր, այդպես շնորհակալություն էր գրել այդ կոմենտի տակ, որպես կոմենտ է գնում այդ բանը support-ը YouTube-ի donation-ը, ու մտածում ես էլի արա դու նստած on-line ինչ որ մեկին նայում ես ու դու կարողանում ես տեղից իրան աջակցես, ինքն է դա տնում, այնտեղից քեզ շնորհակալություն է ասում ու այդ ինչ հետաքրքիր է էլի, ոնց է օրինակ սոցիալական ստրուկտուրան սաղ աշխարհում փոխվել ինչ որ մի հատ ինովացիայի խաթր ու այսքան արագ ու ինչքան բիզնեսներ, ինչ էկոսիստեմաներ են առաջացել դրա շուրջ էլի։ Պատկերացրու 200 տարի առաջ այդ ինչ որ մեկի պատմել, որ տես բան հնարավոր է լինել։ Հա, անհնարավոր է բան պատկերացնել էլի։ Հիմա օրինակ AI-ը, օրինակ չգիտեմ այդ թեմով կուզես խոսանք, ինչ արագ է փոխում ամեն ինչ էլի։ Հա, դե շատերը AI-ը համարում են մոտավորապես նույն կատեգորիայի հայտնագործություն, ինչ որ ինտերնետն էր, ու համարում են, որ մոտավորապես նույն էֆեկտն ունենալու է մեր կյանքի վրա, ու մենք տենց ամեն օր տեսնում ենք տարբեր տեղեր, բացի մեր ընկերությունից, նաև ապրանքների մեջ, մեր գործընկերների պրոդուկտներում ոնց են իրանք օգտագործում, մենք ոնց ենք այդ օգտագործում, ու իսկականից պոտենցիալը ահռելի է։ Իսկ դու ոնց ես մտածում, ինքը այտենց overhyped է, ավելի շատ են խոսում իր մասին, քան ինքը կա, թե իրոք այտենց ֆունդամենտալ գործիք է, որը շատ է փոխելու մեր բոլորիս կյանքը։ Կարծում եմ overhyped է ու ֆունդամենտալ գործիք։ Այսինքն երկուսն էլ կա, ոնց որ մի քիչ առաջ ընկնելով են խոսում շատ բան, հա, շատ ոնց որ շատերը ովքեր որ կանխատեսում են այն էֆեկտը, ինչ որ AI-ը մեր կյանքում թողում է, մի քիչ ինձ թվում է ավելի օպտիմիստիկ են այն առումով, որ մի քիչ ավելի երկար ժամանակահատվածում ես կարծում եմ, որ այդ կտեսնենք մեր կենցաղում այդ սախ, բայց դա իրական է։ Այսինքն զուտ ժամանակի հարց է, ինձ թվում է։ Ժամանակի առումով են սխալվում ու կամաց տեսնում ենք, որ գնում է դրան։ Բայց այնքան արագ չի գնում, ինչքան որ բոլորը կանխատեսում են ու ասում են։ Իսկ բրիլիանչում AI դուք օգտագործում եք։ Հա։ Ոնց։ Տարբեր ձև, մենք օրինակ ինչա Prelonch-ը, Prelonch-ում ոնց որ մարդկանց հասկանում ենք պոտենցիալը այդ ապրանքների, հետո մարդկանց տարբեր հարցեր ենք տալիս ու ըստ դրա ոնց որ փորձում ենք հասկանալ մարդիկ էս ուզում էին, թե չէին ուզում։ Հիմա AI-ի միջոցով մենք ոնց որ հասկանում ենք այդ մարդկանց նախասիրությունները, իրանց վիրտուալ կլոններն ենք սարքում, կարելի ասել, հա, ու դու կարաս այդ կլոնների հետ շփվես, խոսես, ու այդ կլոնները ոնց որ train են արվում իրական մարդկանց պատասխանների հիման վրա, այսինքն եթե մենք երեքով մի խումբի ենք պատկանում ու մենք ինչ որ մի պատճառով ենք ինչ որ բան նախասիրություն ունենք կամ չունենք, դա շատ ավելի հեշտ է chat-ի միջոցով, call-ի միջոցով, ուղղակի այսպես հարց ու պատասխան տաս AI վերսիային, քան իրական մարդն, որտեղ իրական մարդիկ զբաղված են լինում։ Հա։ Ասինքն ճիշտ հասկացա, այդ մարդկանց պատասխանների հիման վրա ստեղծվում է ալգորիթմ,
ու ալգորիթմի հետ դուք կարող եք խոսակ, հասկանաք Հա, նախասիրությունները։ այո։ Իսկ իրականին ինչքան է մոտիկ։ Շատ մոտիկ է իրականին, մոտ 80%-ով մոտիկ է։ Հմ, Այսինքն 80%-ի կառելացիա կա։ Հա, հա, ու նույնիսկ այն Կոռելացիա։ տեղերում ինքը ոնց որ մենք այսպես փորձում ենք շատ իրան գրագետ սարքենք, այսինքն այն պատասխանները, որը որ իրականում չկան, փորձում ենք չտալ ու դու կարաս գնաս, եթե կհասկացում ես ինչ որ պատասխանի վրա, կարաս գնաս ու տեսնես թե ինչի հիմքի վրա է ինքը նման բան քեզ պատասխան է, որ ռեֆերենսները կարող ես գնալ տեսնել, էլի։ Հա, իսկ Brilliant-ը հիմա ոնց է հաճում է ընկերությունը։ Ֆրիլանսը աճում է, մենք ունենք մեծ ընկերություններ, ում հետ սկսել ենք համագործակցել, Bosch-ի հետ, Audi-ի հետ, Xpeng-ի հետ, 3M կամպանիա կա, որ սուպերմարկետում բոլոր Հա, պրոդուկտները իրանց 3M-ի հետ, սկոչերը։ Scotch-երը, այո, Essilor Luxottica-ի հետ, հեսա Ducati-ի մի հատ նոր մոտո ենք բերում Freelance, մտնեք Freelance-ով կարող մտնեք պատվիրեք։ Հա։ Իսկ եթե մի քանի բառով բացատրես լսողներին Brilliant-ը ինչ է, ոնց կարելի է այնց օգտվել, կամ ինչ են այդ մեծ ընկերությունները ձեզնից օգտվում։ Ոնց որ խնդիրը սկսեց նրանից, որ TCF-ում մենք երբ որ օգնում էինք այս մեծ ընկերություններին կամ բոլոր չափի ընկերություններին, տեսնում ենք, որ շատերը fail են լինում։ Հա, մենք իրենց օգնում ենք, շատ լավ մարքեթինգային կեմպեյն են կազմակերպում իրենց համար, հետո երբ որ իրենք մտնում են շուկա, տեսնում ենք, որ իրենք չեն դիմանում շուկայում ու ինչ որ պատճառով դրա պահանջարկը չկա այդ product-ի։ Հետո մենք մտածեցինք ինչի է այս տեղի ունենում ու հասկացանք, որ այդ research component-ը շատ սխալ է արվում, որովհետև մարդկանց գումար են տալի ու հարցնում են դու ինչ կարծիք ես այս ապրանքի մասին։ Ու դե որ քեզ գումար տան, ասեն ինչ կարծիք ես ինչ որ product-ների մասին, միշտ չի որ ճիշտն ես ասում, ինչ փորձում ես լավ մարդ լինել ու Մարդիկ փող են տվել վատ բաներ հա, չասա։ չես ուզում վատ բաներ ասես, ու դա ֆունդամենտալ խնդրեմ է։ Աշխարհի ամենամեծ կորպորացիաները նույն ձևով են այդ ինֆորմացիան հավաքում, հա, ուրիշ ձև չկա։ Ու մենք վերցեցինք դա փոխեցինք, այսինքն փոխանակ մենք մարդկանց փոխտանք ու հարցնենք դուք ինչ կարծիք եք այս ապրանքի մասին, մենք ասացինք, որ եթե քեզ այս ապրանքը դուր է գալիս, դու ինքդ ինչ որ փոքր գումար տուր, ասենք $10 կամ $20, ռեզերվ արա SS product-ը, եթե ինքը արտադրվեց, դու կստանաս ինչ որ զեղչ կամ ինչ որ օգուտ, ու դրա հիման վրա մենք նոր մեզ քո կարծիքը հետաքրքիր է արդեն։ Հա, Ոնց որ մենք այս փոփոխությունը հնարավորություն տվեց դատան շատ ավելի վստահելի դատա ունենալ այն մարդկանցից, ովքեր իրականում պատրաստվում էին առնեին այդ product-ը, հա։ Ու ոնց որ freelance որ մտնես, այնտեղ կտեսնես լիքը product-ներ, որտեղ կարաս $1, $10 ոնց որ միանաս իրանց wait list-ին, ու եթե իրանք արտադրվեն, դու կստանաս մեծ օգուտներ, եթե չարտադրվեն, այդ $1 հետ կգա կնստի քո հաշվին, ոնց որ ոչ մի բան չես կորցնում, բայց այդ $1 տալով դու շատ մեծ սիգնալ ես տալի, որ դու իրոք ուզում ես առնել այդ ապրանքը, ու մենք սա փորձում ենք սարքել ստանդարտ համաշխարհային։ skin in the game ունես, էլի, Թալեբի ասած։ Այո, Արդեն այո։ փող ես դրել ու կարելի է քո կարծիքը Այո։ լսել։ Այդ դեպքում արդեն մեզ շատ հետաքրքիր է դու ինչ կարծիք ունես, ինչի համար ես դա արել, մենք քեզ կարող է ապրանքը ուղարկենք, դու ինչ որ փորձես, ինչ որ քո կարծիքը ասես, ու Հա, այդ շատ լրիվ ուրիշ կարծիք է, քան այն եթե քեզ փող տային։ հա, հասկանալի է։ Այս տարվա CS-ին մասնակցեցիք, չէ՞, Ամերիկա։ Այո։ Ոնց էր։ Լավ էր, ահագին հետաքրքիր բաներ կար, ռոբոտները գալիս են մեր կյանք, տեսանք Այդ որ առաջի ռուկ տեսակ։ առաջի ռուկ տեսանք որ լիքը ռոբոտներ կան, որոնք որ այս sense փոշեկուլը դառնալու է ռոբոտ, սառնարանը դառնալու է ռոբոտ սառնարան ու այսպես ամեն ինչին մի հատ AI կարող ենք կպցնել ու ինքը smart հատկություններ է ունենալու։ Մեծ ընկերությունները, եթե առաջ ինչ որ կոնկրետ product-ներ էին առաջ բերում, հիմա արդեն էկոսիստեմաներով են հանդես գալիս։ Այսինքն դուք օրինակ Samsung-ի, LG-ի մոտ այդքան նորարարական product-ներ չեք տեսնի, ուղղակի իրաց մոտ նույն product-ներն է, բայց smart։ Այսինքն իրենք քո տունը այսպես կահավորում են, համարյա նույն ապրանքներով, հեռուստացույց, կոնդիցիոներ, փոշեկուլ եւ այլն, բայց հիմա այդ բոլորը իրար հետ խոսում են։ Հա, Այդ է տարբերությունը, այսինքն իրենք հասկանում են ով երբ աշխատի, ով երբ հանգստանա, հա, առանց ձեզ։ հա, ավելի տենց դարել են խելացի։ Հա, հա, ոնց որ այդ է նորությունը, առողջական ոնց որ ուղղությունն է շատ ուժեղ զարգանում, մենք հիմա լիքը սենսորներ են ի հայտ գալիս, լիքը ժամացույցներ, մատանիներ, ինչ որ բաներ, որոնք որ առողջության մասին անընդհատ ինֆորմացիա են տալիս։ Այդպես։
Հա, տեսա այս տարի բանը շատ են smart ring-երներ, այս տարի smart մատանիներն են շատ։ Մենք էլ ունենք Pre-launch-ում Հա, Smart Ring ունենք մի հատ ինչ շատ բրենդի է։ այդպես հայտնի բրենդ չի, բայց ոնց որ հաստատ բեսթսելլեր է լինելու տեսնենք Գիտես, որ չէ, այդ բանը, այդ smart մատանիներից ամենամեծ բրենդը, ու համենայն դեպս ամենահայտնին բանը, Oran։ Ինքը crowdfunding-ից է դուս եկել։ Իր հա առաջի վերսիան եղել է crowdfunding-ում, հիմա տես մի քանի միլիարդ դոլարանոց կամպանիա է։ հա ես հիշում եմ իրանց նախագծերը որ Հա, crowdfunding էին, հա այսինքն քան է բան չեն, հին չեն։ Մի 5-6 տարվա, հա։ հա 5-6 տարվա։ Հա, հիմա տես top influencer-ներ ունեն, լուրջ վաճառքներ ունեն։ Այդ բան variable ոնց որ այդ smart fitness tracker-ների մեջ երկու հատ շատ ուժեղ բրենդ կան, դե Samsung բանից Apple-ը մեկ է Garmin-ը հանած, այդ բանն է, այս Whoop-ն է, որ ես եմ կապում ու բանը, այդ Oura Ring-երը ու Oran-ը ինքը էլի crowdfunding-ից դուրս եկած բիզնես Իսկ այդ Whoop-ը ինչ է անում, ինքը smartphone-ի վրա է ինքը բան է, ուղարկում սիգնալները։ սա ուղարկում է սմարթֆոնի վրա, նույն պատկերացրա այդ Oura Ring-ն է, բայց բանը ձեռիդ ես կապում։ Ոնց հասկանում եմ, սրանք մի քիչ ավելի ճիշտ է դատան հավաքում, որտեղ ձեռքիդ վրա է ոչ թե մատիդ, բայց իրականում տեն շատ տարբերություն չկա, երկուսով է կարաս լավ հասկանաս ինչ վիճակ է։ Օրինակ այդ smart մատանիների մի հատ այսպես մարքեթինգային value proposition, որ իրանք ասում են, որ կարա հետաքրքիր լինի, այդ էն է, որ այս մատանին դու կարաս դնես ու smart ժամացույց կարաս չկապես։ Հա, Այսինքն դու կարաս կապես նորմալ թանկանոց ժամացույց ու ունենաս ոնց որ այդ մատանի։ հա, պրինցիպի Whoop-ն էլ Հա նույն բանը է դա ասում։ Ես ինչի մատանի սրա մեջ մտածում եմ օրական սա, մատանի չվերցրեցի զուտ գանտերների խաթր, որտեվ օրինակ ջիմում պարապելուց ես իմ ամուսնական մատանին եմ հանում, որտեվ խանգարում է ու մտածեցի որ պարապելուց իրոք կարա խանգարի, հետո ռևյուների նայեցի շատ են ասում որ պարապելուց խանգարում է մատանին։ հետաքրքիր է հիմա ամուսնանալուց երբ արդեն կսկսեն smart մատանիները իրար հետ փոխանակվել, չէ։ Բանը արյան բանով չէ, տենց խմբով ամեն ինչ որ մի անգամից տենց մատը ծակի։ Ցակի է։ Դե մի հատ տենց հայտնի ստարտափ կար, չէ, որ բարձր լրի ֆրոդա, այդ որ Միկա Թիլարենով բան սա անալիզներ Հա պետք է վերցներ։ Բայց համենայն դեպս նա օրինակ դու այդ առաջի ռուկ տենում ես այդ տեխնոլոգիաները, որոշ բաները դառնում է ոնց որ փոքր նիշային ապրանքներ, օրինակ այդ Oran Whoop-ը, իրանք նիշային ապրանքներ են, բայց իրանք այսօր արդեն ինքան ինֆորմացիա են քարոշության մասին տալի ու կոնկրետ կարան պահելաձև բանան են փոխեն։ Դե շատ նիշեր նաև մեծանում են, Հա, ասենք, հաստատ մեծանում, հա, հա։ եթե 5 տարի առաջ ինքը տենց ոնց որ շատ քիչ մարդիկ այդ կօգտագործեին, այդ մարդկանց քանակն է մեծանում, կենսամակարդակն է լավանում, ուրիշ էկոսիստեմաներ են օգնում, ավելի նպաստում դրան ու այնպես որ հա, շատ նիշային ապրանքներ դառնում են Իսկ դու ինչ mass-ական։ ապրանքներ ես հիմա տեսնում որ բան կդառնա, օրինակ mass product։ Օրինակ այդ նույն մատանիների մասով Samsung-ն է այս տարի առաջինը մեծ բրենդերից Samsung-ն էր որ smart մատանի հանեց։ Ես կարծում եմ, որ ամենամասսայական ապրանքներից կլինեն ակնոցները, smart Smart-ը ակնոցները, հա, Facebook-ի հետ հա, Ray-Ban-ների նման։ հա, բայց շատ ավելի smart, շատ ավելի smart, այսինքն հիմա գնում են նրան, որ այսպես mixed reality ակնոցներ են ստեղծվում, որոնք շատ հարմար են կրել, հա, այսինքն մեծ ակնոցներ չեն ու մի կողմից կա VR ակնոցներ, որոնց սաղ փակում է, չէ, ու կա AR ակնոցներ, որոնք այդքան քիչ բան են անում, շատ բան չեն անում։ Հիմա դրանց միջանկյալ ակնոցները կամած փոքրանում են, գալիս են դառնում են իրական ակնոցների տեսքով եւ չափսով, որոնք շատ մեծ ինֆորմացիա են տալու։ Այսինքն դու այդ ակնոցը կարաս դնես, քոլեր անես, հանդիպես ինչ որ մարդկանց, մտնես ինտերնետ, վիրտուալ ոնց որ դեսքթոփ էլ բացես, համարյա անես այն ամեն ինչի, ինչ որ հեռախոսիդ հետ ես անում ու շատ ավելի հարմար իրավիճակում էլի, շատ ժամանակ քեզ քո երկու ձեռքն է պետք ու չես ուզում նայես ներքև ու ակնոցները ինձ թվում է շատ տարակ կզարգանան։ Այսինքն Apple-ի այդ ակնոցների կամ Microsoft-ին HoloLens-եր, հա, այդ տիպի, բայց ավելի թեթև։ Շատ ավելի շատ Facebook-ին տիպի։ Հա։ Այսինքն Հա, սովորական չնայած ակնոցներ, ոչ թե sense մեծ վիրտուալ ակնոցներ։ այս վերջի այդ Meta-ի պրոտոտիպի նման երևի ավելի շատ։ Այ, հա, ես օրինակ իրա վրա bet կանեի։ Հա, դրա համար երևի ցույց տվեցին։ Հա։ Ժողովրդի տեսա մտեք նայեք Facebook-ը շատ հետաքրքիր պրոտոտիպ է ցույց տվի ակնոցների, որը
ինքը ակնոցա, թափանցիկ, բայց նաև էկրանա դառնում, չգիտեմ, ոնց բացատրեմ, պետք է նայեք, էլի շատ հետաքրքիր բան է։ Project Orion, ոնց որ Orion, տենց է, հա։ այսպես բան իրանք ասում են որ գինը շատ թանկ է ու դա պատճառը որ massայական չի արտադրվում, բայց ինձ թվում է որ քիչնի գինի կարողանան իջացնել ու ֆանտաստիկ նորություն կլինի։ Հետաքրքիր է։ Դե չգիտեմ, շատերն են ասում, որ սմարթֆոնները արդեն իրանց դարը կարելի ասել ապրել են։ Դե տարեց տարի ես ինչ upgrade-ը չի լինում։ Օրինակ առաջ ամեն տարի ես տենց հիմա էլ եմ նայում Apple-ի պրեզենտացիաները մեկը ամեն տարի իրանց սեպտեմբերի պրեզենտացիան նայում եմ, որովհետև մարքեթինգի master class է ինքը մեկը ոնց ուզում ես պատտի, բայց առաջվային sense նոր տարվա սպասման նման բան չկա, էլի որ Չէ, սպասում ես, որ smart սա մի թազա գժական բան կհանեն, էլ տենց չի հա, լինում։ սմարթֆոնների շուկայում ինձ թվում է չի լինի, որովհետև սմարթֆոնները ոնց որ սատուրացիայի են արդեն հասել, ոնց որ հեռուստացույցներ են, սկզբի մի քանի կամ համակարգիչները, չէ, սկզբի մի քիչ բոլորս ամեն նոր պենսիումից դուրս գալուց ինչ որ բան ենք, բայց հիմա էլ տենց Ես կապ վերջինը չունի որ պենսիում 4-ն է հիշում։ ինչ որ մի կետից սկսած էլ արդեն դարավ անհետարքիր, հիմա նույնը սմարթֆոնների շուկայում է տեղ ունենում, ավելի շուտ ինչ որ նոր ապրանքներ ու connectivity, այսինքն բանը գնում է դրան, որ Ամեն ինչ իրար կպած է։ ամեն ինչ իրար կպած լինի, հա։ Հմ։ Դե մի քանի տարի առաջ է դրա մասով hype եղավ, գիշես IoT էին ասում, Internet of Things։ Հետո դրա ոնց որ թեման կորավ, հիմա որ AI եկավ, էլ ինքը ակտուալ դառավ, որովհետև այն ժամանակ ինչ խոսք էին տալի, հիմա նոր սկսեցին անել։ Կա տես բան, հա։ Հիմա AI-ից էլ լիքը բաներ կա, խոսք են տալի, մի որոշ ժամանակ հետո այս AI թեման մի քիչ կիջնի, հետո 10 տարի հետո էլ 10 տարի հետո էլի կանեն ինչ որ հիմա խոսք են տալի, բայց մեկա տեխնոլոգիաների աճը արդեն ինձ թվում է դժվար է կանգնեցնել։ Իսկ էլ ինչ պրոդուկտներ է ստանում, որ Չինաստանից կարա դուրս գա ու mainstream գնա։ Հիմա օրինակ ինչ որ հետաքրքիր պրոդուկտներ կա, որ աշխատում եք հետները։ Ամենահետաքրքիր պրոդուկտը այդ թռչող մեքենաներն են։ Իսկ իրանք դրոն են, թե Երկուսն էլ կա։ Կա որ մեքենայի մեջ էսպես տեղադրված մոդուլ է, որը դրոն է, այսինքն դու ոնց որ մի հատ պիկապ մեքենա պատկերացրու կամ sense ֆուրգոն։ հա։ Գնում ես ինչ որ մի հատ տեղ, ունտեղից դրոն է դուրս գալի, որը թռնում է կարող մինչև 30 կիլոմետր գնա, առանց հավելյալ լիցքավորման ու դու այդ դեղից դրոնի հետ մեջ գա։ նստած Ու դու այդ ես։ դրոնի մեջ նստած ես, հա, դու երկու տեղանոց դրոն է։ Ու այնտեղ մենակ էկրան է, ինչ որ այսքան դու ուղակի տեղը նշում ես, ինքը ավտոմատ բարձրությունը ավտոմատ, գնալը ավտոմատ, իջնելը ավտոմատ է լինում։ Ոչ դու չես պիլոտ պետք չի լինես։ Դա մի տարբերակն է, ու կա նաև իրական թռչող մեքենա, այսինքն քո մեքենան, որով որ գնում ես, հենց այդ մեքենայի վրայից այսպես պրոպելերներ են դուրս գալիս, ու ինքը դառնում է թռչող մեքենա ու կարա թռնես։ Մի քիչ ու հետո իշնես։ Ֆանտաստիկա պատմես։ Հա, Դու այդ պրոտոտիպները տեսել ես։ նստել եմ։ Վախենալը չէ։ Չէ, այդ դրոնի մեջ եմ նստել, այդ արդեն շատ ավելի իրական է։ Ու այս տարի արդեն մատակարարվում է, այսինքն դու այս տարի կարաս այդ ունենաս, սենց ասած էլի։ Իհարկե շատ ռեգուլյացիաների կարիք կա, հələ տենց ինչ են անելու, ոնց են օթային մասը կարգավորելու։ Երևի Հայաստանում այդքան խորտ չի տրվում, տենց միանգամից նստես ու դրոնով թռնես։ Բայց հայ դալալչիները կբերեն վրան գազ կդնեն։ բայց այդ ամենը գալիս է, էլ ֆանտաստիկա չի իրականում, շատ մոտ ենք։ Բայց ոնց էր նստեցիք այդ դրոնի մեջ, ինքը տենց մեքենայից փոկվեց, ուզում եմ քո էքսպերիենսը մի հատ հասկանամ, էլի դու տեն Մեքենայից դուրս է գալիս դրոնը, դուրս է գալիս, ոնց որ դռները բացվում է, դու նստում ես իր մեջ ու ինքը արդեն ոնց որ բարձրանում է վերև, գնում է ինչ որտեղ, բացվում է, հետ է գալիս, կախված արդեն ոնց որ էկրանի վրա մի հատ էկրան է ընդամենը, ուրիշ ոչ մի բան չկա։ Այդ էկրանի վրա ուղղակի նշում ես վայրը, ուր ես ուզում գնաս ու ինքը ավտոմատ գնում է։ Ոնց որ Uber-ի կետը նշես, որ կամ GG-ի կետը նշես, ուր ես ուզում գնաս, ինքը քեզ կտանի, հետ կբերի։ հասկացա։ Արի մի քիչ բանից խոսանք, ձերս վերջի հետաքրքիր փորձառությունից TCF-ի պարտատոմսը որ թվարկեցիք, ու շնորհավորում եմ, լրիվ ոնց որ շատ արագ վաճառվեց։ Մերսի շատ։ Շատ ուրախ եմ այդ առումով։ Դուք առաջի ոչ Telecom ու բանկն եք, ով որ պարտատոմս թվարկեց, չէ՞ Հայաստանում, եթե չեմ սխալվում։
Էլի եղել են ընկերություններ, ովքեր որ պարտատոմսեր թողարկել են, շինարարական ընկերություններ են եղել, Հա, այսպես արտադրական ընկերություններ են եղել, բայց բայց այսպես ոչ սերվիս։ ոչ սերվիս ու ոչ տեխնոլոգիաներ։ Հա, Այսինքն, եթե տենց նայենք տեխնոլոգիական ու սերվիս ընկերություններ, չեն եղել կարծում եմ, ինչքան գիտեմ։ Ու մերը առաջի փորձն էր, որը շատ այսպես հաջող ստացվեց, շատ լավ գնաց։ Շնորհակալություն են բոլոր մարդկանց, ովքեր վստահեցին մեզ։ Ու մենք շատ ողջորված ենք այս հաջողությամբ ու շատ կուզենանք, որ ինքը շատ զարգանա հա։ Հայաստանում, հա։ Բայց պատկերացնեք, որ տենց արագ կվաճառվի սա պարտատոմսերը։ Ըմ, Ինչ որ չափով հույս ունեինք, որ արագ կվաճառվի, բայց տենց ոնց որ իհարկե կար 3 ամսյա ժամկետ, ոնց որ մտածում ենք, որ եթե այդ 3 ամսում վաճառվի, քանի որ նաև առաջի էսպեսի Փորձառությունը, հա։ փորձառությունն է, նման նախադեպ չի եղել, մենք հա մտածում ենք, որ շատ հնարավոր է, շատ այդքան արագ չգնա։ Հա։ 1.5 միլիոն էր, չէ՞։ 1 միլիոն, 1 միլիոն։ 1 միլիոն էր։ Իսկ գումարը ինչ է Չինաստանի զարգացման վրա է կողմնորոշվել։ Հիմնականը հա, ասիական երկրների, հիմա այս Չինաստանի հաջողությունից սկսած մենք մտածում ենք, որ երևի Ճապոնիայում էլ մասնաճյուղ կբացենք ու Հարավային Կորեայում, այսինքն հիմնական այդ ասիական ռեգիոնի զարգացումն է, որ մեզ շատ հետաքրքիր է այդ ուղղության մեջ ինվեստ անելը, այդ ուղղություններով։ Բայց հետաքրքիր է, չէ՞, որ շուկան արդեն այնքան հասունացել է Հայաստանում, որ ա, կարողանում են ընկերությունները ձեր նման արդեն պարտատոմս թողարկեն ու սովորական մինչև ոդկասթը խոսում ենք Նարեկի հետ, Նարեկը ասաց, որ սովորական ռիթեյլ գնորդներ էին, էլի մեծ ինվեստորներ չի եղել, ոնց հասկանում եմ։ Այն մարդիկ, որ պետք է, չգիտեմ, անշարժ գույք առնեն կամ ավանդ դնեն, եկել են TCF-ն այդ գումարը կոպիտ ասած։ Նույնիսկ շատ ժամանակ ավանդները վերցրել են, հետ են վերցրել ու եկել են այդ ավանդներով ոնց որ պարտատոմսեր են գնել։ Հա, դե տոկոսը լավն էր, 14.2%։ 12.75, 12.7, հա։ որը էլի իհարկե բարձր է ավանդային տոկոսադրույքներից, բայց ինչն է շատ ուրախացնող, հա, երբ որ դու նայում ես մակրոէկոնոմիկ տեսանկյունից այս ամեն ինչին, մեր գումարները ոնց որ երբ որ գնում են բանկերում, հետո բանկերը վարկեր են տալիս, չէ՞։ Բանկերը շատ սուբյեկտիվ են վարկեր տալիս։ Ու հիմնականում տալիս են այն ընկերություններին, ովքեր ունեն սաղ շատ մեծ գրավներ, շենքեր, շինություններ, ու իրանք կարան ապահովեն այսպես այդ գրավի արկայություն, Հա, չէ՞։ հա, Իսկ տեխնոլոգիական ոլորտը, որը որ ինչ գրավ տնեն։ ոչ մի գրավ չի կարա դնի, բայց մյուս կողմից ամենաարագ աճող ոլորտն է, ասենք միջինով վերջի երևի 10 տարիների ընթացքում տարեկան 20% աճ է ապահովում անընդհատ տեխնոլոգիական ոլորտը, հա։ Ու փաստորեն մեր ամենաարագ աճող ոլորտը դուրս է մնում ֆինանսական համարյա բոլոր հնարավորություններից։ Դե դրսի ներդրողներն են շատ փող դնում։ Դրսի ներդրողներն են դնում, բայց մենակ այդ մի հնարավորությունն է։ Ուրիշ այսպես գործիք չկա, կարելի ասել, այն էլ հատուկ այսպես որոշակի ստարտափներում է գրավիչ ներդրողներին գումարներ ներդնել, հա, օրինակ ծառայություններ մատուցող ընկերությունները չեն կարող Հա, օգտվել օրինակ, եթե ներդրումներից։ մարքեթինգային ագենստվա է, շատ դժվար է քո համար ներդրում գտնել, Հա, բայց կարող է դու ավելի արագ ես աճում, քան միջին տեխնոլոգիական այո, ընկերությունը։ այո։ Իսկ պարտատոմսերի միջոցով այն գումարը, որը այսպես ճակերտավոր գնում քնում է ինչ որ մի հատ տեղ ու չգիտես տնտեսությանը ինչքան օգուտ կտա կամ ինչ ճյուղերի կգնա կֆինանսավորի, ուղղակիորեն գնում է այնտեղ, որտեղ դու անձամբ ուզում ես, որ ինքը գնա, հա։ Հա, Ու այն ընկերություններին, ում դու համակրում ես, դու կարաս իրանց օգնես առաջ գնան, ներգրավես իրանց process-ների մեջ, նույնիսկ եթե հաճախորդ ես իրանց ծառայություններից ավելի լավ, իրանց կարաս օգտվես, ավելի շատ հա։ օգուտ տաս։ Բայց մյուս կողմից ռիսկային է ավելի։ Դե հա, ոնց որ Հատկապես եթե տեխնոլոգիական ընկերություն է։ այսինքն ռիսկ միշտ կա, այսինքն բոլոր տեղերում ռիսկ կա ու շատ կարևոր է որպեսզի այդ ռիսկը լինի հաշվարկված։ Հա, Այսինքն դու պետքա ուսումնասիրես ընկերության ֆինանսական հնարավորությունները, իրանց այսպես բրենդը, կայունությունը, նայես վերջի տարիներին ինչ գործունեություններ են իրականացնել եւ այլն, ոնց որ ես խորհուրդ չեմ տալի, որ ամեն մեկը ով որ պարտատոմս թողարկի, իհարկե պետքա տակա։ գնաս Չէ, մի արագ այդ։ գնաս ու չես կարա իրականում շատ բարդ է պարտատոմսեր թողարկել, այսինքն կենտրոնական բանկի վերահսկողությունը կա այդտեղ, աուդիտ պետքա իրականացնես, ոնց որ Հեշտ չի, հա։ հեշտ չի, բավականին այսպես սահմանափակումներ կա, բայց երբ որ դու այդ ամեն ինչը ուսումնասիրում ես, ամենաճիշտը լավ դիվերսիֆիկացված ֆինանսական պորտֆոլիո ունենալն է, հա։ Դու պետք է ունենաս նաև այնպիսի տեղեր, որոնք որ մեծ եկամուտ քեզ կբերեն ու նաև քեզ կօգնեն մասնակցելու այդ ընկերության աճին ու նաև այնպիսի տեղեր, որոնք որ
այսպես ավելի քիչ ռիսկային են, օրինակ Հա, պետական պարտատոմսերը։ treasury bills։ Հա, միանշանակ է, այդ առումով հիմա օրինակ ոնց որ քանի որ շուկայում սովորական մարդկանց մոտ արդեն խնայողությունները հայտնվել, որը շատ լավ է, շատ լավ է։ Նշանակում է մենք ամեն ինչ ինչ որ աշխատում ենք չենք ծախսում ու օրինակ եթե մեր հարկային հավաքագրումների կառուցվածքը նայես, մեր ամենամեծ հարկը, որ պետությունը ստանում է, այդ բանն է, VAT-ն է, ավելացված արժեքին հարկը։ Այսինքն consumption հարկը, այսինքն իրական այդ հարկը առաջանում է, երբ որ դու ծախսում ես, էլի, ու ծախսից առաջացող հարկը։ Օրինակ ավելի զարգացած տնտեսություններում շահույթահարկը կամ եկամտահարկը կարող ավելի մեծ եղնի, քան ԱՀԸ-ն, որովհետև մարդիկ իրանց լրիվ աշխատած փողը չեն ծախսում, այլ խնայողություններ են անում, այդ խնայողությունը հետո օգտագործում են ներդրում անելու մեջ, ու նաև շատ կարևոր է հասկանալ, եթե դու ներդրում այդ խնայողության ինստիտուտը ինչ որ մի ձև Հայաստանում խրախուսվի, դրա մասին շատ խոսացվի, չգիտեմ, ես ամենայն դեպս փորձում եմ դրա մասին խոսամ, որովհետև ոնց որ քիչ-քիչ, բայց այդ քիչ-քիչ կուտակվելով երկարաժամկետ առումով ինքը այդ compounding, այդ կուտակման տոկոսի էֆեկտով շատ մեծ բան կարա դառնա, ու դու շատ օրինակներ կան էլի արտասահման, որ սովորական, չգիտեմ, խոհարարը ռեստորանի ճիշտ իր գումարը ծախսելով ու ներդնելով պարտատոմսեր կլինի, ակցիաներ կլինի, մեծ գումարներ է թողել իր երեխեքին կամ մի քիչ ավելի երիտասարդ տարիքում անց է թոշակի ու իր կյանքը վայելել է։ Շատերը այդ ուղակի կապում են գումարի չափի հետ, բայց այդ իրականում տենց չի կամ հիմնականում տենց չի, այսպես ասած, հա, այդ մշակույթը, հա, որը որ իրականում խոսում է ֆինանսական գրագիտության մասին ու իրոք, ինչքան դու սկսես ավելի խնայել, ներդրումներ անել, դիվերսիֆիկացնել, գոնե այսպես սիմվոլիկ թեկուզ 100,000 դրամ, օրինակ 100,000 դրամ դու կարաս պարտատոմս գնես, բայց գոնե կիմանաս այդ process-ը ոնց է, հաշիվ կբացես պարտատո արժե թղթերի, հա, կիմանաս ինչ անել, ճիշտ օրինակ կծառայես ու կամաց ոնց որ նաև compound կլինի այդ ամենը։ Հա, քիչ-քիչ է պետք սկսել։ Նենց մարդիկ օրինակ մտածում են, որ ես էլ եմ տես մտածում, ու շատ սխալ եմ արել, ու ես մի քիչ եթե ինչ-որ մեկ ինձ մի քիչ շուտ այդ ամենը չբացատրել, շատ ավելի լավ կարող է վիճակը մնալ ֆինանսական առումով հիմա, որ քիչ-քիչ, չգիտեմ, 5,000 դրամից սկսի ամիսը։ Ամիսը 5,000, հետո 10,000, 15, 21 է, օպ տնում ես, որ 2-3 տարի անցավ ու դու քո ունես քո մի քանի ամսվա աշխատարձը։ Հա, կարող է շատ թիվ չթվա, օրինակ լինի 1 միլիոն դրամ մի քանի տարվա մեջ, բայց արդեն երբ որ դու ունես 1 միլիոն դրամ խնայողություն ար ոչ թե մի քանի միլիոն պարկ, դու քեզ մի քիչ ավելի հանգիստ ես զգում, ու երբ որ կարաս արդեն օրինակ մի քիչ ավելի ռիսկային լինես, օրինակ կարաս գործդ փոխես, եթե դուրս չի գալի, եթե ինչ որ հետաքրքիր իդեաներ ունես, կարաս քեզ թույլ տաս 2 ամիս չաշխատես կամ 3 ամիս այդ իդեաները սկսես իրագործես։ Ոնց որ ինքը ինչ որ ժամանակում դառնում է գործիք, որ օգնելու է քեզ, դու իրան տասնապատկ ես կամ անես այն բաները, որ ուզում ես անես։ Ու չգիտեմ, այդ ամեն ինչը շատ փոքրից է սկսում։ Զուտ ամեն ամիս 5,000 դրամից 5,000 դրամ են կողմ դնելուց։ Հա, Իսկ ես համոզված եմ մեր լսողների մեծ մասը կարան անեն, էլի։ Նրա համոզեն մարդիկ կան, որ դեռ դա չեն կարող իրանց թույլ տան, որտեղ ծերին են հասցնում ու մի բան է պարքակուտակվում ամսից ամիս, որտեղ մենք այն երկրում չենք ապրում, որ բոլորս կարանք մեզ թույլ տանք խնայենք, բայց համենայն դեպս շատերը դա կարան անեն, որ չեն անում։ Ինչի ընկնելով ինչ որ տրենդերի հետևից, որ մի հատ ավել շոր պետք է առնեն կամ մի հատ ամենավերջի iPhone-ը բոտի բռնեն կամ ինչ որ։ Ուրիշները առաջերտին այդ իրանց խնայողություններ ու ներդրումներն են անում, նոր են տակը մնացածը արդեն ծախսում են iPhone-ի ու շորի մասին, մեր մոտ հակառակն է։ Հա, Ինչ անենք նոր, եթե ինչ որ մի բան մնա, կարող է մտածենք խնայելու մասին, բայց ոնց որ այդպես չի, այդ պետք է դառնա այդ պարտադիր ու առաջնային ուղղություններից մեկը, էլի։ ինքը այս վերջերս մի հատ տես գիրք է կարդում, բանը Scott Galloway, կոչվում է Algebra of Wealth, շատ լավ հետաքրքիր այնտեղ բացատրում էր այդ ամեն ինչը, ու խորտ կտամ բոլորիդ կարդաք, ինքը շատ հեշտ կարդացվող լավ գիրք է, կապ չունի կարիերայի որ կետում եք,
Սկսած հարկերից, վերջացրած վարկերից խնայողությունները ու ինքը շատ լավ բացատրում այդ մկանը, ոնց ես գնում զալում, պարապում, այդ մկանը պարապացնում, նույնն է խնայողությունն է։ Դու այդ գումարը այն կողմ դիր, նոր դրանից հետո մնացած ծախսերը տա։ Ոնց որ դու նշեցիր։ Ու ամեն ամիս, որ իրան քիչ-քիչ անում ես, դառնում է սովորություն, դառնում է շատ ավելի հեշտ ու արդեն դու մոտիվացվում ես, որ կարողանում ես գումար խնայես։ Այս գումար խնայելը չի նշանակում, որ կա չէ մեր ազգի մեջ, որ քծիպ էսի մեսով քծիպ չի, պրոստը մի քիչ երկար է մարդը մտածում, որովհետև բոլորիս կյանքում ինչ որ փուլ ա լինում, որ շտապ գումար ա պետք։ Ու սովորաբար դա ալնում է այն ժամանակ ամենավատ պահին, էլի, չգիտեմ, ինձ թվում է քո մոտ էլ ա եղել դա, իմ մոտ էլ ա եղել դա, որ ամենավատ պահին ավտոտ փչանում է։ Ամենավատ պահին, չգիտեմ, ինչ որ հարազատիդ մի բան ա ալնում։ Ու երբ որ այդ ֆինանսական ստրեսը խայտարակ ստրես է, էլի, մի քիչ քեզ ամեն ամիս նեղություն տալով դու շատ արագ մի քանի տարվա մեջ, իսկ մի քանի տարին արագ անցնելու մենք սկսել ենք գիտակցենք, որ ժամանակ արագ անցնում։ Շատ արագ այդ քիչ-քիչ կուտակելը կարա դառնա մեծ գումար ու ինքը բերելու է քեզ մի քիչ ավելի ոնց ասեմ, հոգեպես կարող է սխալ ասել, այդ ստրեսը որից է դուրս է գալու, էլի։ Իսկ հոգեպես էլ է, դա շատ շատ կարևոր է։ Ավելի հանգիստ ես։ Հիմա նույն այդ խնայելը շատերը ասոցացնում են ուղղակի բանկում ավանդ դնելու հետ ու մտածում են լավ դա այդ, չգիտեմ, ինչքան է իմ ավանդների տոկոս, այդ փոքր տոկոսադրույքի մեզ ինչ պետք է անի, որ մենք գնանք այդքան ինչ պետք է հավաքվի, չէ՞։ Հա։ Բայց հենց այս գործիքների միջոցով է, որ մի մասը արդեն եթե մի քիչ գումար հավաքվում, մի մասը կարաս պարտատոմսեր գնես, մի մասը կարաս ռիսկային տեղերներ դնես։ Ռիսկային տեղերը չի նշանակում այդ փողը ոնց որ քամուն ես տալի, հետո հաշվարկված ռիսկ է, ասենք, եթե ժամանակին Amazon-ում ներդներ 1000 անգամ կաճեր այդ գումարը։ Դու Հայաստանից կարաս ապագա Amazon-ների մեջ էլ ներդրումներ անես, ասենք, ոնց որ քեզ նույն ինտերնետից էինք խոսում, ոչ մի սահմանափակում էլ այսօր չկա համարյա։ Ու արդյունքում ինչ որ որոշումների հիման վրա մի քանի տարի հետո, ասենք, էլի շատ արագ կանցնեն այդ տարիները, դու կունենաս ինչ որ մի հատ պորտֆոլիո, որը քեզ կարա օգնի շատ հարցերում։ Հա, միանշանակ։ Միանշանակ այդ թեման շատ կարևոր է, որ անընդհատ, չգիտեմ, խոսացվի։ Իսկ օրինակ դու թիմի հետ խոսում ես այդ թեմայով հետ։ Այս վերջերս սկսել ենք ավելի շատ խոսել, նույնիսկ տենց ոնց որ հյուրեր են հրավիրում, ովքեր գալիս են այդ թեմաներով ոնց որ տարբեր միջոցառումներ են իրականացնում, սփիչեր են ունենում, պրեզենտացիաներ են անում։ Ու մի քիչ ուշ ենք սկսել, բայց սկսել ենք ավելի շատ խոսել։ Նաև որ սկսել ենք պարտատոմսեր թողարկել, այդ թեմայով էլ դրա համար է հարցը տալիս։ Հա, իհարկե առաջինը ոնց որ թիմին, ովքեր որ իրանք էլի Հայաստանի քաղաքացիներ են մեծամասնությունը, էլի շատ հետաքրքիր, որ շատ խորքային բացատրենք այս ամեն ինչի պատճառը, նշանակությունը ու շատ մեծ հետաքրքրություն կա ու մենք էլ հասկացանք, որ նախ դրա կարիքը շատ կա։ Այսինքն մենք մեկը մեր թիմի օրինակով մենք տեսանք, որ այս նմանատիպ ոդքասթների միջոցով պետքա շատ խոսել այդպես բաների մասին։ Ու ես օրինակ շատ ուրախ եմ, որ մեր պարտատոմսերը մարդիկ կան, ովքեր ընդամենը 100,000 դրամի են առել։ Հա, դա ֆանտաստիկ է։ 100,000 դրամի, որը որ ֆինանսական այսպես շատ մեծ օգուտ իրանց ճիշտ է չի բերելու, բայց իրանց ցույց տվեց այդ ճանապարհը։ Հա, հիմա մենք կամ ուրիշ ընկերություն մի հատ էլ պարտատոմս թողարկի, այդ մարդիկ արդեն շատ ավելի հեշտ կարող շատ ավելի մեծ քանակի պարտատոմսեր գնեն։ Հա։ Որը շատ կարևոր է, որ այդ փորձառությունն է, էլի, այսինքն դու ինչ որ բաներ փորձում ես, սկսում ես 100,000 դրամից սկսած, քո 100,000 դրամը ճիշտ ես ներդնում։ Կապ չունի, որ դու, ասենք, չգիտեմ, ուզում ես մեքենա առնել, հետո մտածում ես, որ հենց այս 100,000 դրամով չի երիկացնի այդ մեքենային։ Հա, բայց քիչ-քիչ կհերիկացնի։ Ահա իդանալ կարևոր է նշել, որ եթե մարդիկ սկսում են այդ գործիքներից օգտվել, անպայման գրականություն կարդան։ YouTube-ի ինչ որ վիդեոների սկսեք, ինչ որ ինտերվյուներ նայեք, ինչ որ մարդկանց լսեք ֆինանսական գրագիտության մասով, որ բան չսարքեք էդի, որովհետև մարդիկ կան սկսում են էդի սարքեն կազինոյի նման են օգտագործում այդ գործիքները, որը լավ բանի չի բերի, էլի։ Հա, իհարկե այդտեղ ոնց որ շատ մեծ գիտություն կա ու նաև ոնց որ ներդրումները բոլորը կրիպտոյի մեջ ներդրումների մասին են ոնց որ ասոցացնում, հա։
բայց բնականաբար պետք է կրթվել։ Բայց այդ 100 Trump coin, չէ՞։ Trump coin առնելու, բայց այդ 100,000 դրամներից է սկսում սախ, որ երբ որ դու 100,000 դրամ թեկուզ ինչ-որ մի բանի տալիս ես, դու հետաքրքրվում ես արդեն այդ շուկան։ Հայաստանի ֆոնդային բորսայում ես մտնում նայում երկրորդային ոնց որ գները բարձրացել է, իջել է։ Հա։ Ես չգիտեմ։ Միանշանակ պետք է։ Պետք է այդ բնական հետաքրքրասիրությունն է պահել, բզբզալ կապ չունի, որ դու օրինակ, չգիտեմ, ծրագրավորող ես կամ անգլերենի դասատու ես, մեկը այդ ֆինանսական գիտությունը բոլորին է պետք։ Հատկապես հիմա ու հատկապես նաև այս թվային դարում, երբ որ AI-ով աննորմալ քանակությամբ այդ խաբեություն կա ու պետքա մի քիչ դրանից հասկանաս, որ նաև քեզ չխաբեն, որտեվ օրինակ իմ ծանոթներից մեկը տենց $10,000 կորցրել, որտեվ ինտերնետում ինչ-որ գովազդեր տեսը, Գազպրոմի ակցիաների ու տարել էր փողեր։ Ու բանը, իրան Պուտինի deep fake-ներ ասել։ Գազպրոմի ակցիա, ասում լավ, օքեյ։ Անձամբ Պուտինն է ասել, արել։ Քեզ ոչ մի բան տենց չվախացրես նրա մեջ, որ Պուտինը Գազպրոմի ակցիա է ռեկլաման։ Դա մի քիչ անհանգստացնող թեմա է, էլի։ Իսկ TCF-ի ապագան ոնց է տեսնում, ուր է ինքը գնում, էլի։ Դու այն մարկանց ես, որ մի քիչ հեռու ես նայում, էլի։ Կարծում եմ, որ TCF-ը այսպես ընդլայնվելով, իհարկե մենք ոլորտը նույնն ենք պահում, այսինքն ոլորտային չենք ընդլայնվում, կենտրոնացած ենք ֆիզիկական նորարարությունների վրա, բայց փորձում ենք ավելի խորանալ, հա, ավելի այսպես supply chain-ի շղթայով խորանալ, գործընկերներ ձեռք բերել, հնարավոր է ուրիշ ընկերություններ էլ առնենք, որոնք որ կօգնեն մեզ հետագա զարգացմանը։ Ինքը գնում է նրան, որ ինքը դառնա այսպես մարքեթինգային գործընկերը այն բոլոր ամբիցիոզ ընկերությունների, ովքեր որ շատ մեծ կրեատիվ նպատակներ են դնում իրենց առաջ ու ուզում են ունենալ վստահելի թիմ։ Ինչ որ թիմ, ով որ իրենց այդ բոլոր խնդիրները կլուծի, ինքն էլ է իրենց նման մտածում ու ինքը ունի նաև բոլոր հնարավորությունները, շատ էֆեկտիվ է ու իրանց օգնում է հասնել իրանց նպատակներին շատ ավելի կարճ ժամանակահատվածում, քան իրանք անում են դա in-house, այսպես ասած, հա։ Այսինքն ամբիցիան է, որ շատ ավելի մեծ ընկերությունների հետ սկսեք աշխատել, հա։ Հա, շատ ավելի մեծ ընկերությունների հետ, այն ընկերությունների հետ ում հետ աշխատում ենք իրանց մեծացնենք, իրանց սարքենք այդ մեծ ընկերությունները ու այդպես ու ընդհանուր առմամբ մենք այսպես մեր միսիայով շատ ենք ուրախանում, մեր vision-ով շատ ենք ուրախանում։ Մենք փորձում ենք հնարավորություններ ստեղծել բոլորի համար, ովքեր հետաքրքիր գաղափարներ ունեն։ Ու այդ մեզ շատ է ուրախացնում։ Այսինքն ինքը մենակ այդ մեծ կորպորացիաները ու ընկերությունները չեն, այդ նաև անհատներն են, ինչ որ գյուղերից, ինչ որ աշխարհի տարբեր անկյուններից, ովքեր ունեն ասած չակերտավոր փախած մտքեր ու իդեաներ, ու այդ մտքերը կարող են դառնալ շատ հաջող բիզնեսներ, ու մենք շատ ուրախ ենք, որ մենք մի հատ էկոսիստեմա ենք սարքում, որտեղ ամեն ինչ կլինի, գիտելիք կլինի, ֆինանսներ կլինեն, կապեր կլինեն, չգիտեմ, շրջապատ կլինի, ու քեզ ոչ մի բան պետք չի, ոչ մի սահմանափակում չի լինի քո առաջ ինչ որ հաջողության հասնելու համար, հա։ Հա, հասկացա։ Իսկ տենալով հիմա օրինակ Չինաստանում ինչա կատարվում, Ամերիկայում ինչա կատարվում տեխնոլոգիաների մասով, այն մարդիկ օրինակ լսում են ու հիմա փորձում են հասկանան ինչ ուղղությամբ են ուզում իրենց կարիերան շարունակեն, չգիտեմ, փոխեն կամ նորը սկսեն, կամ նոր են սկսում։ Օրինակ ինչ ոլորտներ է քո կարծիքով մոտակա 10 տարին, տենց 10-20 տարին շատ հետաքրքիր լինելու ֆինանսական, ինովացիայի մնացած առումներով, որ չգիտեմ, մարդիկ Աշխատանքի առումով, հա։ Աշխատանքի առումով, օրինակ, չգիտեմ, ես 18 տարեկան ուսանող եմ, 20 տարեկան մտածում եմ ինչով զբաղվեմ, դեռ չեմ կորցրել, օրինակ մի քեզ լսի ու դրանով զբաղվի։ Ինձ թվում է, որ շատ իհարկե մասնագիտություն Հետո մի 20 տարով քեզ գտնի, ասա, կյանքս կորցանեցի։ սխալ ուղղությամբ չէ գնաց։ Դες շատ մասնագիտություններ կան, որ իմ համար շատ ակնհայտ է, որ իրանց վտանգ է սպառնում, sense ասած, հա, ասենք հիմնականում այն մասնագիտությունները ու այն ուղղությունները, որոնք որ շարունակական ինչ որ բաներ են անում։ Այսինքն եթե դու
ինչ որ մասնագետ տեսով որ գալիս է աշխատանքի ու ամեն օր նույն բանն է անում, հավանականությունը որ AI-ը քեզ կարա այսպես ավտոնոմացնի շատ մեծ է, հա, ուղղակի ժամանակի հարց է։ Ես որ Silicon Valley-ում էի, Սան Ֆրանցիսկոյում, այնտեղ ստարտափներ կային, ովքեր որ ուղղակի այսպես բացում են ցանկը աշխատա մասնագիտությունների ցանկը բացածա, ամեն մասնագիտության վրա մի 20 հատ, կարող է նաև 100 հատ ընկերություն աշխատում այդ ավտոմատացնելու վրա։ Այսինքն պատկերացնես վտանգը ինչքան մեծ է։ Ճիշտ է, հələ շատ արագ չի լինի, բայց ոնց որ գալիս են դրան։ Այդ մարդիկ գիշերը չեն քնում, ամեն ինչ անում են, որպեսզի հասնեն դրան, հա։ Այն տեղերը, որտեղ կա որոշակի կրեատիվություն, այն տեղերում, որտեղ կա որոշակի այսպես արագ որոշումներ կայացնելու ճկունություն եւ այլն, իրենք որոշակի առումով շատ ավելի բարդ կլինի իրենց փոխարինելը, բայց միակ բանը, որ ես խորհուրդ կտամ, քանի որ հիմնական վտանգը գալիս է AI-ից, դա ուղղակի շատ ակտիվ օգտագործելն է AI-ը, հա։ Եթե ինչ ենք մենք թիմին ասում, հա, մենք թիմին ասում ենք, որ մենք չենք փորձում ձեզ փոխարինել AI-ով, մենք փորձում ենք AI-ով ձեր էֆեկտիվությունը բազմապատկել։ Այսինքն եթե դու առաջ անում ես X գործողություն, մենք ուզում ենք որ հիմա դու անես 10x ու այսպես է դրած մեր խնդիրը քո առաջ։ Ու այս խնդիրը դնելու են բոլոր գործատուները, բոլոր աշխատակիցների առաջ, հա։ Եթե դու 10x չկարողանաս անել, դու ուղղակի հետարքիր չես լինի, ուղղակի մրցունակ չես լինի։ Իսկ եթե դու, չգիտեմ, հաշվապահ ես, ֆինանսական ինչ-որ խորհրդատու ես, customer support-ում ես աշխատում, ինչ-որ մի հատ տեղ ես աշխատում, եթե դու կարողանաս AI-ի միջոցով այն ինչ որ դու անում ես մուլտիպլիկատիվ բազմապատկել, իսկ դրա հնարավորությունը հաստատ կա, դու միշտ կմնաս ոնց որ պահանջարկ ունեցող, էլի միշտ կմնաս պահանջված։ Դա չէ ֆունդամենտալ մարդկային ինչ որ որակներ կա, որ մեկը պահանջարկի մեջ է միշտ լինելու, էլի, ու AI-ով դժվար դա փոխարինես, բայց պետք է այդ գործիք օգտագործես։ Ամենա այսպես ոնց որ ճշնամուն պետք է աչքերի մեջ նայել, պետք է դեմքով նայել, հա։ Նույնիսկ ես ճակերտավոր ճշնամուն էլի, որովհետև ինչ որ մարդկանց համար իհարկե ինքը կարող դառնա լուրջ աշխատանքը կորցնելու պատճառ։ Դե մարդիկ կան որ արդեն սկսել են իրենց աշխատանքը կորցնել։ Բայց ես մի քիչ տեխնոլոգիաներին ուրիշ առումով ունեմ, որ հակառակ իրանք մեծ հնարավորություններ են բացում, որտեվ չգիտեմ, լիքը խնդիրներ կա, որ դեռ լուծված չի։ Բազմաթիվ խնդիրներ կա ու ոնց որ տեխնոլոգիական պրոգրեսը, ոնց որ ժամանակին ձիերից դարձավ մեքենաներ, հետո ինդուստրիալ հեղափոխություն եւ այլն, ընդհանուր առմամբ նաեւ ինչ որ մարդիկ գործազուրկ եղան, բայց մենք եկանք հասանք այնտեղ, որտեղ հիմա խոսում ենք թռչող մեքենաներից արդեն, այս նույնը AI-ում է տեղի ունենալու ու էլի լավագույն բանը ուղղակի անընդհատ օգտագործելն է, կիրառելն է, հետևելն է մարդկանց, ովքեր խոսում են այդ ամեն ինչի մասին, փոքր էքսպերիմենտներ անելն է ու դու առօրյայում շատ բան կբացահայտես ու քեզ եթե փոխարինելու լինեն ամենավերջինն են փոխարինելու։ Հաստատ։ Մտածում եմ օրինակ, եթե ինժեներիան տենց շատ ինժեներիան զարգանալ, օրինակ մարդկային սաղ ռեսուրսը գնար գենետիկա զարգացնելու վրա, ու մենք ոչ թե ավտո ստեղծեինք, որը կթռներ, այլ ձի ստեղծեինք, որը կթռներ։ Պեգասուսներ են։ Արագ կվազեր, Պատկասնոս դու զգար տեներ լիք թռչող ձի էլի։ որը որ ավելի արագ է հասնելու A-կետից B կետը, երևի վերջում դրա պահանջարկը ամենաշատը կլինի ինձ թվում է։ Հա, բայց հետաքրքիր է, որ պատմության մեջ ինչ որ մի կետերում մարդկային ինչ որ խմբեր ու փոքր խմբեր։ Օրինակ հիմա մի հատ article-ի վրա եմ աշխատում, որի անունը դրել եմ բան միասնության պատրանք, դե շատ են, չէ՞, օրինակ հատկապես Հայաստանում խոսում, որ ինչ որ խնդիր լուծելու համար մեզ միասնություն է պետք, բայց երբ պատմությունը նայում ես, տեխնոլոգիաների զարգացումը նայում ես, չգիտեմ, անգամ ոնց է քրիստոնեությունը տարածվել Հռոմում, չգիտեմ, open source ծրագրերը Unix-ը բան, որն է նայում ես, ինչ որ փոքր խմբեր, կամ օրինակ Ամերիկայի մսի մեծ մասը կամ կաշեռնի է կամ հալալ, բայց Ամերիկայի բնակչության մեծ մասը մինչև այսօր քրիստոնյա է, բայց իրանք հալալ կամ կաշեռնի միս են ուտում։
Ինչի որտեղ են փոքրամասնությունը ստիպել է որ մեծամասնությունը իրան տես բայ ու բոլոր այդ ինովացիաները, հեղափոխությունները սա արվել է ինչ որ փոքր խումբ մարդկանց կողմից միասնության մասին չի եղել փոքր խումբը եղել է շատ կազմակերպված ու իր ցանկությունը ստիպել է մեծամասնությունը այդ ուղղությամբ գնալ ու այդ պատրանք այդ սուտա որ պետքա բոլորով միասնական լինենք որ կարողանանք ինչ-որ մի բան փոխենք մի հատ խումբ որ շատ կազմակերպված եղավ ու ոնց որ չկոտրվեց իր պահանջը տալու մինչև վերջ պատրաստա գնալ են պոկերի նման all-in պատրաստա գնալ սովորաբար իրանք հենց փոխում են Հա, այսինքն ոչ թե սուտա, ուղղակի ճամփան ուրիշ ձև։ Այս ոչ թե միանգամից պետք է այսպես մեծ բան անես, այլ այդ մեծը կարա դառնա մեծ, երբ որ ինքը Երբ փոքրից որ մի սկսի։ հատ ինչ որ փոքր խումբ կարողանա ձևավորես, որ խմբով սկսեք ինչ որ փոփոխություններ անեք, որոշ ժամանակ հետո կարող է ձեր իդեան կամ այն ինչ որ դուք հավատում եք, այն ինչ որ անում եք, կարողանաք մեծամասնությանը թելադրել։ Բիզնեսի մեջ այդ կոչվում է atomic network, այսինքն այն atomic այն ամենափոքր network-ը, որ այդ միասնությունը ունի, իրանից է սկսում ամեն ինչ, ու լավագույն օրինակներից մեկը Facebook-ն է, վատ օրինակներից մեկն է Google+-ն է։ Հա, որ Շատ վատ օրինակ է։ Facebook-ը սկսեց համալսարաններից, արդ փոքր տեղերից նույնիսկ մի համալսարանից հետո տարածվեց դարձավ ամբողջ աշխարհում, իսկ Google-ը, երբ որ ինքը ուներ հասանելիություն ամբողջ աշխարհին, ինքը այսպես սոցիալական ցանց կառուցեց, ու այդ ցանցը շատ արագ քանդվեց, որտեվ այդ խմբերը չկային, որը որ համահունչ օրգանիկ կարային մեծացնեին ու լինեին կիրառող այդ տեխնոլոգիաների։ Հա, միանշանակ, ու այդ ինչի է պատմում, որ ինչ որ խմբեր պատմության ինչ որ մի կետերում որոշել են, որ իրանք ուզում են սա անեն ու ինքնաթիռ են հայտնաբերել։ Ու այդ խումբը եթե չուզենար տենց անել, կարող է լրիվ պատմությունը ուրիշ ուղղությամբ գնալ, էլի։ Հա, անհատից շատ բան է կախված, որտեվ այդ դառնում ես վարակիչ, ուրիշները վարակվում են քո գաղափարներով ու դուք դառնում եք այդ փոքր խումբը ու դուք կարաք աշխարհ փոխեք։ Հա։ Ու դա նաև շատ կարևոր է ճիշտ պատմություն պատմելու ունակությունը, որ մարդկանց կարողանաս հասցնես այն ինչ որ դու ուզում ես իրանք ընկալեն, էլի։ Պատմես նախ դու պետքա դրան հավատաս առաջի հերթին, որովհետև իմ կարծիքով մարդիկ bullshit-ը այդ ոնց որ կիսա ճիշտը շատ արագ զգում են, էլի։ Նու կարող է մեծ մասաներին դու կարողանաս դրանով ինչ որ մի բան խափես, բանանես, բայց փոքր խմբերին չես կարող խափես, որովհետև face to face իրար դիմաց կանգնած եք ու ինքը զգում է էլի քո էներգետիկան դու ինչ ես ուզում ասես։ Ինչ որ մի ձև զգում ես։ Հա, intuitive level-ից զգում ես։ Հենց որ մարդկանց ինչ որ մի բան համոզելուց առաջ պետք է նախ դու հավատաս դրան։ 100% տենց է, հա։ Չգիտեմ։ Հետաքրքիր է հենց տեխնոլոգիական ոլորտում որ նայում ես ֆաունդերները այդ ունակությունը ունեն։ Օրինակ դու համարում ես որ դու այդ ունակությունը ունես։ Ես հույս ունեմ։ Որ ես այդ ունակություն ունեմ։ Նու ես հարց պատասխանը գիտեմ, բայց ես շատ հավատում եմ այն ամեն ինչին, ինչ մենք անում ենք, ինչից ես խոսում եմ, հա։ Երևի դրա պատճառով էլ է նաև որոշ մարդկանց այդ գաղափարները այսպես հոգեհարազատ թվում, իրենք միանում են մեզ ու նաև ոնց որ դառնում են մեր տաղանդավոր թիմի մի մասը, բայց այդ անկեղծորեն հավատալը ու անշեղորեն հավատալը նրան ինչ որ դու ասում ես, դա շատ կարևոր է, որտեղ եթե ես ինքս ինչ որ բանի վրա կասկածում եմ, ես գիտեմ, որ ես չեմ կարա գնամ ու ինչ որ մարդկանց համոզեմ ու այդ գաղափարի շուրջ մեծ բաներ անեմ, էլի։ Ամենաառաջի մարդում ես պետք է համոզեմ, այդ ես եմ։ Հենց ես համոզվեցի դրան, որ այդ հաստատ տենց է, ես միանգամից գործ եմ ասնում, սկսում եմ բոլորին համոզել, բայց մենակ առաջին ինձ համոզելուց հետո։ Հա, ճիշտ է, առաջի կռիվը միշտ քո հետ է։ Իսկ այս տարիների ընթացքում management style-ը փոխել ես։ Ունակի ինչն է փոխվել այս տարիների ընթացքում։ Չէ, շատ բան չի փոխվել, հին ստիլը ուժի մեջ է, այսինքն մենք էլի տալիս ենք մեծ ազատություն մարդկանց, փորձում ենք այնպես անել, որ իրանք իրանց ստեղծագործ միտքը զարգացնեն, փորձում ենք այնպես անել, որ իրանք մեծ մտածեն,
ոնց որ մեր այսպես ստավկան էլի Հա, մարդկանց վրա է դրած, ոչ թե համակարգի, այլ հենց անհատների վրա, ու մենք հավատում ենք, որ բոլորը կարող են լինել իր ոլորտի լավագույն ոնց որ լավագույնը ամբողջ աշխարհում ու ոնց որ մենք իրան շատ ենք հավատում, որ դա հնարավոր է, ուզում ենք, որ այդ հավատը փոխանցվի նաև իրեն։ Այդպես մենք այն ոլորտում ենք, որ երբ որ դու առաջինն ես ինչ որ մի հատ ոլորտում կամ լիդեր ես կամ գոնե ուզում ես դառնաս լիդեր, դու պետքա չվախենաս նոր բաներ անելուց, չվախենաս ֆեյլ լինելուց ու դու չես կարող ուղղակի գնաս սովորես ուրիշներից։ Դու հա, պետքա ինքդ անընդհատ ինչ որ բաներ փորձես, ֆեյլ լինես, նորից անես ու լիդերների ոնց որ ուղղությունը այդպես է գնում, ինչ որ մի հատ ուղղություն հարթելու, հա, ու այդպես գնում ենք առաջ։ հա։ Իսկ ռետրոսպեկտիվ միտինգներ անում եք դեռ Անում ենք, հա։ ամեն ուրբաթ։ Ռետրոսպեկտիվ անում ենք, know-how meeting-ներ էլ ենք անում, մինչև այսօր ամեն երկուշաբթի էլի անում ենք։ Ու միշտ մի բան կա, չէ՞ ասել։ Միշտ մի բան կա, հա, հա։ Հիմա էլ AI կար, մենք այն ժամանակ էլ իհարկե գտնում էինք լիքը բան խոսալու, հիմա հատկապես AI-ի հետ կապված բաները շատացել է, նույնիսկ երկարել է ժամանակահատվածը, հիմա արդեն ամենա մի ժամից ավել այդ ներկայացումներն է գնում ամեն երկուշաբթի, որ ժողովուրդը պատմում են ինչ են սովորել իրենք։ Իսկ այս տարիների ընթացքում որ անում եք, այդ ամեն ինչից օգուտ ստացվել է, այդ know-how meeting-ներ։ Որ խնդրեմ կպատմես, օրինակ այդ պրակտիկան ինձ TCF-ում շատ է սիրում, ես այդ know-how meeting-ները ինչի դա սկսեցիք ու ինչի եք դեռ պահում կամ ինչ առավելություններ ա տվել։ Տես, ոնց որ մարքեթինգը ինքը շատ էքսպերիմենտալ ոլորտ է, հա, դու պետքա շատ էքսպերիմենտներ անես ու շատ բաներ պետքա կարողանաս կապել իրար, որ մի հատ ինչ-որ բան ստացվի, հա, դու չես կարող գնալ մի հատ գիրք կարդալ ու այդ գրքով ոնց որ մենյուալով ոնց որ գնալ ու ինչ-որ բաներ անել, շատ արագ է փոխվում աշխարհը։ Նաորդ մեր ոլորտում crowdfunding-ում դու պետքա մի ամսում այսպես 5 տարվա գործ կարողանաս անես, ու դրա համար քեզ շատ ավելի արագ է պետք ամեն ինչ սովորել։ Այն որ դու կսովորեիր մի տարվա ընթացքում, քեզ կարող է մի օրում է պետք է ամեն ինչը սովորել ու կիրառել, հա։ Ու այսպես մեր պրակտիկայից մենք հասկացանք նաև որ քո կիրառածը, հետո ինչ որ մեկը մի հատ իդեա ուներ, հետո հասկացանք որ այդ նույն իդեան, այնով որ գովազդներում է կիրառում, այդ իդեան կիրառելի է նաև, ասենք, PR-ի ոլորտում։ Հետո այդ ինչ որ copywriter-ը մի հատ հետարքիր, այսպես նախադասություն է գրել, այդ նախադասությունը ինչ որ մեկը կարող է վերցնի ու ինքն էլ օգտագործի ինչ որ մի հատ տեղ։ Ուտեղ հասկացանք, որ shared learning-ի կարիք կա, այսինքն կարիք կա, որ նաև ուրիշները լսեն, թե այդ ինչ նոր բաներ ես դու սովորել ու անում, ու ոնց որ ասենք այն ժամանակ փոքր էր TCF-ը 5 հոգի էր, հեշտ էր, ասենք եկեք ամեն երկուշաբթի ուղղակի ինչ որ մեկը սկսվի, ինչ հետարքիր բաներ է ինքը սովորել նախորդ շաբաթ, ու հետո TCF-ը դարձավ 20 հոգի, 30 հոգի, 100 հոգի, 120 հոգի, ու այդ սովորույթը մնաց, որտեղ որ անցած շաբաթվա նորությունները ու քո կիրառած այսպես նորարարությունները դու գալիս ես ու պատմում ես, որ ուրիշներն էլ իրանք էլ օգուտ կարող է քաղեն, բայց ամենակարևորը դու ես, որ դու անընդհատ այսպես մնաս ֆորմայի մեջ, հա, չհոգնես սովորելուց։ Ու նա այս հիմնական մշակույթը ավելի շատ անընդհատ սովորելու գաղափարն է, հա, որ երբեք չպետքա կանգնի, պետքա անընդհատ ինչ որ նոր բաներ սովորես։ Ես sense ժամանակ եմ գտնում Կիրակի օրը, շաբաթ օրը ինչ որ տրեյնինգներ եմ նայում, ինչ որ բաներ եմ իրար կպցնում, ինչ որ բան եմ անում։ Հա, այդ կարևոր բան է, ասում իրական ես էլ նկատել եմ, այդ որ ասում ես ինքը իր վրա աշխատելուց, այդ ինքը իր աշխատելուց նախ այդ դու սովորում ես research անել, ուսումնասիրել ինչ-որ թեմա, երկրորդը շատ կարևոր է, որ ես այս վերջերս շատ եմ նկատում, որ մենք չենք կարողանում մեր իդեաները կամ մտքերը նորմալ ներկայացնենք։ Շատ ամաչում ենք, օրինակ մեր համայնքում այդ LLL-ում, lifelong learners-ում մենք մի հատ ֆորմատ ենք մտցրել, անունը դրել ենք feedback hour, որ մեր համայնքի անդամները երկու շաբաթ մեկ մի քանի հոգի, 3-4 հոգի 5 րոպեվա մեջ պետքա ինչ-որ բան, որ ինքը ուզում անի կամ ինչ-որ խնդիր, որ ինքը հանդիպել է, կապ չունի, տարբեր թեմաներից, կարող աշխատանքային լինի, անձնական լինի, բիզնես լինի, չգիտեմ, սպորտի թեմա լինի, 5 րոպե ներկայացնի ու մենք լսենք ու իրան feedback տանք։ Ու այդ նրա համար ենք մտցրել, որ սովորենք 5 րոպեվա մեջ կամ մի քանի րոպեվա մեջ ինչ որ խնդիր որ մեզ անհանգստացնում է, կարողանանք մեր, չգիտեմ, մոտիկներին կամ թեկուզ անծանոթներին պատմենք։
որովհետև պարզվում է մենք այդ ունակությունը տենց ազգային Շատ բարդ է։ մակարդակի չունենք։ Ու չգիտեմ, Այդ տենց շատ կարևոր կարևոր բան է, ես հա։ ասում, շատ կարևոր բան ես ասում։ Այդ մենք մի քիչ ուշ հասկացանք, ճիշտն ասած, մենք հասկացանք, որ այդ ամենակարևորը այսպես side effect-ներից է, ու ես վերջերս էլ մեր նոր ընդունված աշխատակիցներից մեկի հետ էի խոսում, ով որ մի քիչ տենց ամաչում էր, ասում էր ես տենց չեմ, մի քիչ քաշվում եմ, գնամ խոսեմ բանման, ու ոնց որ հենց հատկապես դրա համար էլ ասի, որ պետքա գնաս խոսես, ու այդ շատ կարևոր skill է ձևավորում քո մոտ, էլի, որպեսզի դու կարճ ժամանակում կարողանաս message հաղորդես, քեզ այդ կարա պետք է ինչ որ միտեղ վերելակի մեջ բարձրանալուց ինչ որ Իլոն Մասկի հետ նույն վերելակի մեջ գտնվելուց որ դժվար, բայց Elevator pitch անես։ elevator pitch անես ու 5 րոպեմ կարողանաս քո մտքերը ճիշտ փոխանցես, էմոցիաներդ կարողանաս փոխանցես, ամենակարևոր բաներից մեկն է։ Հիմա նաև know-how-ներ անում ենք նաև դրա համար։ Հա։ Այսինքն ինքը դառնում է նաև public speaking-ի, communication-ի լավ հնարավորություն թիմի համար, որ հարմարավետ environment-ում փորձարկումներ անեն։ Հա, միանշանակ, որովհետև լրիվ ոնց ասեմ, շատ տաղանդավոր մարդիկ կան, որ տենց է իրանց պոտենցիալը չեն կարողանում մաքսիմում օգտագործեն այն պատճառով, որովհետև լուրջ կոմունիկացիայի խնդիրներ ունեն ու դրա վրա երբեք չեն աշխատել ու ոչ մեկ չի էլ ասել իրանց, որ դա կարևոր է։ Ըստ Warren Buffett-ի, եթե ուրիշ ոչ մի բան չանես, մենակ կոմունիկացիադ լավացնես, գոնե 50% ավելի հաջողակ կլինես ինչ որ անում ես։ Հենց որ այդ Հա, միանշանակ ժողովուրդ փոխը նայեք մեկը խոսալ սովորի։ Ու այդ մարդն է ասում, որ երկուսն է այդքան լավ չի անում։ Կարևորը բանը, չէ՞, ճիշտ խորհուրդները տալը։ բայց համ դու ես ասում, համ Warren Buffett-ը, ով որ նաև լավ է արել, so Հա, այդ մատ տենց հայտնի մեմ կա, չէ՞ որ ասում եմ ես սովորում եմ այդ մարդկանց սխալների վրա, որ ես խորհուրդ եմ տվել։ Իսկ քեզ ի՞նչն է հոգեորը հիմա նարեկ տրադիցիոն հարց փոխել ենք։ ինձ ոգևորում է նոր հնարավորությունները, ոգևորում է ուրիշներին ոգևորելը։ Հա։ Այս վերջերս ոնց որ այդ դարձել է իմ ամենաայսպես կարևոր բաներից մեկը, որ առավոտը ինձ արթնացնում է։ Շատ կարևոր է, որ դու կարողանաս ուրիշներին ոգևորես ու քեզ դու պատասխանատու ես զգում դրա համար, հա։ Շատ ժամանակ այդ ավելի կարևոր պատասխանատվությունը, քան շատ ավելի այսպես ֆորմալ պատասխանատվությունները, ու երբ որ տեսնում ես որ ուրիշները նաև շատ այսպես մեծ հույսեր են քո հետ կապում ու նաև դու ինքդ կարող ես լավ օրինակ դառնալ, որպեսզի ուրիշները գան քեզ գերազանցեն, դու դառնում ես պատասխանատու դրա համար։ Դու սկսում ես անել ինչ որ բաներ, տեսնում ես, վերցնում ես ինչ որ ռիսկեր, նրա համար, որ ոնց որ ամեն ինչ զարգանա, մարդկությունը զարգանա, Հայաստանը զարգանա, ու այդ ինձ թվում է շատ կարևոր է։ Դժվար է չհամաձայնվել։ Շնորհակալություն։ Քեզ Ես շնորհակալ։ շատ ուրախ եմ, որ ձեր մոտ ստացվում է, իրոք։ Շատ ուրախ եմ, որ դուք կարողանում եք, չգիտեմ, Հայաստանից աշխարհի տարբեր երկրներին օգնեք, որ կայանան ուրիշ շուկան, մեկ այդ շատ ուրախ եմ, իրոք։ Մերսի։ Ուրախ եմ, որ ձեր սաղին ճանաչում եմ, TCF-ը շատ ֆանտաստիկ մարդիկ ունի, ում հետ շատերի հետ մինչև այսօր ես շփվում եմ, մենք ընկերություն անում, գիտեմ, որ Տիկոն էս ոդկասթը լսել է, Տիկո բարև։ Հենց որ ձեր թիմին մեծ հաջողություն եմ մաղթում, ու հուսով եմ այն ինչի համար այդ գումարները հավաքել եք, կհասնի իր նպատակին։